Մի տնային աշխատող կանչվում է աշխատելու մի շքեղ լուր առանձնատանը, որտեղ նա պետք է խնամի մութ սենյակում մոռացված մի տարեց կնոջ։ Այնտեղ նա հայտնաբերում է, որ տիկինը անտեսման վատ վերաբերմունքի զոհ է, որոնք քողարկված են որպես բժշկական խնամք։ Գթությունից դրդված, նա որոշում է ամեն ինչ ռիսկի դնել, նրան փրկելու համար, այդ ընտրությունը հավերժ փոխում է նրանց երկուսի ճակատագիրը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք դիտում մեզ, շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա կլինի լավագույն պատմությունը, որը դուք երբեք կլսեք ձեր կյանքում։ Երանի շոկը դեկտեմբերի այն կեսօրին խեղդող էր։ Մարիամը ձեռքի ափով սրբեց ճակատի քրտինքը, մինչ ավարտում էր Եվգենե տիկնոջ տանը վերջին հագուստի արդուկումը, իր ամենահին հաճախորդի։ 32 տարեկանում նրա ձեռքերն արդեն կրում էին տնային աշխատանքին նվիրված մի ամբողջ կյանքի հետքերը։ Ոչ թե նա բողոքում էր։ 15 տարեկանից, երբ հայրը անհետ կորավ, ընտանիքը լքելով, Մարիամը սովորել էր, որ բողոքելով ուտելիքս եղանին չի դրվում։ Մայրը միշտ ասում էր այն ամուր, բայց սիրալիր ձայնով, որը Մարիամը գանձի պես պահում էր իր հիշողության մեջ, որ կարևոր չէ, թե ինչ ես անում կյանքում, քանի դեռ այն արվում է արժանապատվորեն սրտանց։ Այդ խոսքերն էին, որ նրան պահեցին բոլոր այն դժվար տարիներին, երբ նա աշխատում էր 3 տարբեր տներում, հաշիվները վճարելու դեռս ապահովելու համար, որ իր փոքր եղբայրը, Լոնը, կարողանա սովորել։ Մոր մահը, որը զոհ դարձավ մի հիվանդության, որը քիչ-քիչ սպառեց նրա ուժերը, թողեց անծիր դատարկություն, բայց նա մի պատասխանատվություն, որը Մարիամը առանց վարանելու ընդունեց։ Լոնը ընդամենը 16 տարեկան էր, երբ նրանք մենակ մնացին։ Մարիամը 24 տարեկան էր, երկու անգամ չմտածեց ստանձնելու այն դերը, որը պետք է ստանձներ։ Նա աշխատեց կրկնակի, անհրաժեշտության դեպքում եռակի։ Արթնանում էր առավոտյան ժամը 5-ին, տուն էր վերադառնում միայն երեկոյան ժամը 9-ից հետո։ Հանգստյան օրերին, երբ իր տարիքի այլ մարդիկ դուրս էին գալիս զվարճանալու, նա լրացուցիչ աշխատանք էր ընդունում խնջույքների միջոցառումների ժամանակ։ Յուրաքանչյուր խնայված դրամ ներդրվում էր եղբոր ապագայի մեջ։ Եվ դա արժեր ջանքերը։ Լոնը 2 տարի առաջ ավարտել էր էլեկտրիկի տեխնիկական դասընթացը, այսօր աշխատում էր հարգարժան ընկերությունում։ Նա դեռ Մարիամի հետ էր ապրում Ավանի փոքրիկ վարձակալած բնակարանում, բայց արդեն խոսում էր գումար կուտակելու մասին, տեղափոխվելու իր սեփական կյանքը կառուցելու համար։ Մարիամը խրախուսում էր նրան, թե խորքում ցավ էր զգում կրծքի մեջ, պատկերացնելով դատարկ տունը։ Բայց այդպես էլ պետք է լիներ։ Նա Լոնին մեծացրել էր թռչելու համար, ոչ թե կապված մնալու։ Բջջային հեռախոսը թրթռաց իր գոգնոցի գրպանում։ Մարիամը կնճռոտեց հոնքերը, տեսնելով այն աշխատանքի տեղավորման գործակալության համարը, որտեղ նա տարիներ շարունակ գրանցված էր։ Ռիտա տիկինը հազվադեպ էր զանգահարում օրվա կեսին, բացառությամբ շտապ դեպքերի։ Բարի օր, Մարիամ, Ռիտա տիկնոջ կտրուկ ձայնը հնչեց գծի մյուս կողմից, նույնիսկ մինչ նա կավարտեր ողջունելը։ Ինձ հիմա ես պետք։ Շտապ է։ Մարիամը նայեց դեռ չարթուկված հագուստի կույտին։ Ռիտա տիկին, ես հիմա Եվգենե տիկն։ Ոչ տանը աշխատանքի մեջ եմ։ Միայն ժամը 4-ին կկարողանամ այստեղից դուրս գալ։ Ոչ, Ռիտա տիկինը անհամբերությամբ ընդհատեց։ Պետք է, որ ամեն ինչ թողնես ու հիմա գնաս կենտրոն։ Վերջին պահի փոխարինում ունեմ շատ կարևոր տանը։ Հաճախորդը շատ լավ է վճարում, Մարիամ։ Շատ լավ։ Բայց նա պահանջկոտ է, ուշացումներ չի ընդունում։ Մարիամը զգաց, թե ինչպես է սիրտը արագանում։ Կենտրոնը Երանի ամենահեղինակավոր թաղամասերից մեկն էր։ Նա արդեն աշխատել էր գեղեցիկ տներում, բայց երբեք այդ շրջանում։ Եվ Ռիտա տիկինը սովորաբար շատ լավ արտահայտությունը զուր տեղը չէր օգտագործում։ Որքան, Ռիտա տիկին։ Գործակալության տիրուհու նշած գումարը ստիպեց Մարիամին կուլ տալ։ Դա գրեթե 3 անգամ ավելի էր, քան նա վաստակում էր մեկ շաբաթվա նորմալ աշխատանքի ընթացքում։ Այդ գումարով նա վերջապես կկարողանար նորոգել այն ցնցուղը, որը անընդհատ այրվում էր Լոնի համար նոր ներքնակ գնել, դեռ մի գումար էլ պահել արտակարգ դեպքերի համար։ Ես ընդունում եմ, Մարիամը պատասխանեց առանց վարանելու։ Բայց պետք է տեղեկացնեմ Եվգենե տիկնոջը հավա։ Քեմ իմ իրերը։ 1 ժամ ունես, Ռիտա տիկինը կտրուկ ասաց։ Հասցեն է Մարշալ Բաղրամյան պողոտա, թիվ 458։ Առանձնատուն դարպասով դիմացից ֆրանսիական այգով։ Սխալվել հնարավոր չէ։
Տանտիրուհու անունը Վերոնիկա Ալեքսանյան է։ Եղեք քաղաքավարի, մի հարցրեք նրա հրամաններին խստորեն հետեք։ Այս ընտանիքը շատ ազդեցիկ է, Մարիամ։ Եթե լավ աշխատանք կատարեք, դա կարող է դուռ բացել այլ լավ ծառայությունների համար։ Եթե փչացնեք, այլս երբեք չեք կարողանա այս մակարդակի տներում աշխատել։ Հասկանալի՞։ Հասկանալի է, Ռիտա տիկին։ Մարիամը անջատեց հեռախոսը, ձեռքերը թեթակի դողում էին։ Դա նյարդայնություն չէր, այլ սպասելիքի երկյուղի տարօրինակ խառնուրդ։ Նման հնարավորություններ ամեն օր չէին հայտնվում։ Նա պետք է օգտվեր դրանից։ Եվգենե տիկինը հասկացող էր, երբ Մարիամը բացատրեց իրավիճակը։ Տարեց տիկինը միշտ բարի, նույնիսկ պնդեց, որ նա իր հետ մի քանի միրգ թխվածքաբլիթ վերցնի ճանապարհի համար։ Մարիամը շնորհակալություն հայտնեց ամուր գրկախառնությամբ, շտապեց ավտոբուս նստել, որը նրան կտաներ մետրոյի կայարան։ Ճանապարհին, մինչ ավտոբուսը դանդաղ շարժվում էր Երանի քաոսային երթևեկության միջով, Մարիամը նայում էր պատուհանից, մտածում այն ամենի մասին, ինչ ապրել էր։ Քանի տարբեր տուն էր նա արդեն մաքրել։ Քանի ընտանիքի էր նա օգնել կազմակերպված մնալ, մինչ իր սեփական կյանքը միշտ ֆինանսական քաոսի եզրին էր։ Նա չէր նեղանում։ Դա իր կյանքն էր։ Դա այն էր, ինչ նա գիտեր անել, անում էր արժանապատվորեն։ Մետրոն լեփ-լեցուն էր, ինչպես միշտ այդ ժամին։ Մարիամը ամուր բռնեց անվտանգության բռնակը, մինչ վագոնը ճոճվում էր ռելսերի վրա։ Ամեն կայարանում նա դիտում էր մարդկանց մուտքն ու ելքը։ Կոստյումներով ղեկավարներ, ծանր ուսապարկերով ուսանողներ, շրջիկ վաճառողներ, երեխաներ գրկած մայրեր։ Յուրաքանչյուրն իր պատմությամբ, յուրաքանչյուրը պայքարում էր իր լուռ մարտերը։ Երբ վերջապես իջավ կենտրոնին ամենամոտ կայարանում, Մարիամին դեռ մի քանի թաղամաս պետք էր քայլել այրող արի տակ։ Նրա պարզ, միշտ մաքուր խնամված հագուստը կպչում էր մարմնին քրտինքից։ Նա իր հետ ուներ հին ուսապարկ, իր հիմնական իրերով, մաքրող միջոցներով, որոնք Ռիտա տիկինը խնդրել էր վերցնել։ Հագուստի լրացուցիչ հավաքածու։ Այդ թաղամասի ավանի միջ, որտեղ նա ապրում էր, տարբերությունը ցնցող էր։ Փողոցները լայն էին, ծառապատ, մաքուր։ Ներմուծված մեքենաները դանդաղ էին անցնում, գրեթե սահելով կատարյալ ասֆալտի վրա։ Տները իսկական պալատներ էին, յուրաքանչյուրը մյուսից ավելի տպավորիչ։ Անթերի այգիներ, բարձր պարիսպներ, անվտանգության տեսախցիկներ ամեն անկյունում։ Մարիամը կանգնեց թիվ 458-ի դիմաց, ստիպված էր գլուխը բարձրացնել, որպեսզի տեսներ առանձնատան գագաթը։ Ստարպասը, ինչպես Ռիտա տիկինը նկարագրել էր, վեհ էր, զարդարված ոսկեգույն մանրամասներով։ Ցանցերի միջով կարելի էր տեսնել մի այգի, որը կարծես դուրս էր եկել եվրոպական դեկորացիայի ամսագրից։ Ջրի շատրվաններ, մարմարե քանդակներ, կատարելապես ձևավորված ծաղկաթմբեր, էկզոտիկ ծաղիկներով։ Նա թեթակի դողացող ձեռքով սեղմեց դոմոֆոնը։ Այո, կանացի, չոր անձնական ձայնը պատասխանեց գրեթե անմիջապես։ Բարի օր։ Իմ անունը Մարիամ Սարգսյան է։ Եկել եմ Ռիտա տիկնոջ գործակալությունից։ Երկար դադար եղավ։ Մարիամը գրեթե նորից սեղմեց կոճակը, մտածելով, որ կապն ընդհատվել է, երբ դարպասը դանդաղ սկսեց բացվել, փափուկ մեխանիկական ձայնով։ Մտեք հետեք ծառուղուն մինչ գլխավոր դուռը։ Ճանապարհից մի շեղվեք։ Մարիամը կուլ տվեց, սկսեց քայլել։ Նրա քայլերը խուլ ձայն էին հանում պորտուգալական քարե հատակին, որը տանում էր դեպի տան մուտքը։ Շուրջբոլորի բույսերն այնքան լավ էին խնամված, որ արհեստական էին թվում։ Ամեն ինչ համաչափ էր, չափազանց կատարյալ։ Նա իրեն փոքր, անտեղի զգաց այդ տեսարանում։ Գլխավոր դուռը ամուր փայտից էր, բարդ նախշերով փորագրված։ Մինչ Մարիամը կհասցներ թակել, դուռը բացվեց, բացահայտելով մի բարձրահասակ կնոջ կատարյալ հավաքված մազերով, հագած մոխրագույն գործնական կոստյում, որը հավանաբար ավելի թանկ էր, քան Մարիամը վաստակում էր 6 ամսում։ Ուշացել եք, կինն ասաց առանց նույնիսկ ողջունելու։ 3 րոպե ուշ եք մտել պայմանավորված ժամից։ Մարիամը նայեց իր դաստակի ժամացույցին, էժան մոդել, որը Լոնը նվիրել էր իր վերջին ծննդյան օրը։ Իրոք, 3 րոպե ուշ էր։ Կներեք, տիկին։ Երթևեկությունը։ Ինձ չի հետաքրքրում։ Մտեք։ Առանձնատան ներսն ավելի տպավորիչ էր, քան դուրսը։
Մուտքի սրահն ուներ չափազանց բարձր առաստաղ, բյուրեղյա ջահով, որը հավանաբար տոննաներ էր կշռում։ Հատակը սպիտակ մարմարից էր, այնքան փայլեցված, որ հայելու պես էր արտացոլում։ Լայն սանդուղքներ էին տանում դեպի երկրորդ հարկ, ծածկված կարմիր գորգով, ոսկեգույն մանրամասներով։ Վերոնիկա Ալեքսանյանը արագ քայլեց, նրա կրունկները թխկթխկում էին մարմարի վրա, իսկ Մարիամը լուռ հետեց նրան։ Կինը հետ չէր նայում, պարզապես սպասում էր, որ իրեն հետեն։ Ձեր պարտականություններն են հետյալը, Վերոնիկան սկսեց խոսել, մինչ նրանք անցնում էին հայտնի նկարիչների բնօրինակ նկարներով զարդարված միջանցքով։ Դուք կպատրաստեք կերակուրները, համաձայն այն ցուցակի, որը ես կթողնեմ խոհանոցում։ Դուք կմաքրեք սպասարկման տարածքը, խոհանոցը, հյուրասենյակները, ճաշասենյակը, առաջին հարկի լոգարանները։ Դուք կլվանաք, կարդուկեք, կկազմակերպեք հագուստները։ Եվ, ամենակարևորը, կխնամեք իմ զոքանչին։ Մարիամը մտովի գրում էր յուրաքանչյուր հրահանգ։ Խնամել զոքանչին, նա կրկնեց։ Տիկինը հատուկ խնամքի կարիք ունի։ Վերոնիկան կտրուկ կանգնեց։ Շրջվեց։ Նրա սառը աչքերը Մարիամի վրա կենտրոնացան այնպիսի ինտենսիվությամբ, որ նա մի քայլ հետ քաշվեց։ Իմ զոքանչը առողջության նուրբ վիճակում է։ Նա երկրորդ հարկի սենյակում է, ձախ կողմի վերջին սենյակում։ Դուք խստորեն կհետեք բժշկական ցուցումներին, որոնք գտնվում են նրա մահճակալի գլխավերի թղթապանակում։ Ոչ ավելին, ոչ պակաս։ Հասկանալի՞։ Այո, տիկին։ Նա չպետք է հյուրեր ընդունի։ Չպետք է հեռախոս օգտագործի։ Նրա սնունդը վերահսկվում է, ամեն ինչ նշված է թղթապանակում։ Եթե ես իմանամ, որ դուք չեք ենթարկվել այս կանոններից որևէ մեկին, անմիջապես կազատվեք աշխատանքից, ես անձամբ կապահովեմ, որ դուք այլևս երբեք չկարողանաք աշխատել այս քաղաքի արժանապատիվ տներում։ Պարզ է։ Մարիամը զգաց, թե ինչպես է սարսուռն անցնում նրա ողնաշարով։ Վերոնիկայի ձայնում կար մի բան, որը գերազանցում էր խստությունը։ Դա գրեթե սպառնալից էր։ Այո, տիկին։ Պարզ է։ Հրաշալի է։ Խոհանոցն այստեղ է։ Մարիամը հաջորդ կեսօրն անցկացրեց, ծանոթանալով առանձնատան յուրաքանչյուր անկյունին, կատարելով հիմնական առաջադրանքները։ Խոհանոցը հսկայ է։ Կան էր, հագեցած վերջին սերնդի կենցաղային տեխնիկայով, որը նա հազիվ էր իմանում, թե ինչպես օգտագործել։ Բարեբախտաբար, գրեթե ամեն ինչի վրա հրահանգներ կային։ Նա պատրաստեց ընթրիքը, խստորեն հետելով Վերոնիկայի թողած ցուցակին, մի բարդ ուտեստ, որը նա երբեք չէր արել, բայց որը, զարմանալիորեն, ավելի լավ ստացվեց, քան սպասում էր։ Միայն երբ ալը սկսեց մայր մտնել, երկինքը նարնջագույն վարդագույն երանգներով ներկելով առանձնատան հսկայական պատուհաններից, Վերոնիկան նորից հայտնվեց։ Հիմա գնացեք իմ զոքանչի սենյակ։ Տարեք նրա կերակուրի սկուտեղը, հետեք թղթապանակի հրահանգներին։ Անհրաժեշտից ավել մի ուշացեք։ Մարիամը սկուտեղը ձեռքին բարձրացավ աստիճաններով, զգալով յուրաքանչյուր աստիճանի ծանրությունը։ Երկրորդ հարկը լուռ էր, գրեթե ճնշող։ Միջանցքը երկար էր, երկու կողմերից փակ դռներով։ Նա գնաց մինչ վերջ, որտեղ ձախ կողմի վերջին դուռը առանձնանում էր նրանով, որ միակն էր առանց որևէ զարդարանքի։ Նա թեթակի թակեց։ Պատասխան չեղավ։ Դանդաղ բացեց դուռը, այն, ինչ տեսավ, շունչը կտրեց նրան։ Սենյակը մթության մեջ էր։ Ծանր։ Մուգ թավշյա վարագույրները ամբողջությամբ արգելափակում էին բնական լույսը, որը փորձում էր մտնել պատուհաններից։ Օդը խեղդող էր, լի դեղորայքի փակվածության հոտով։ Մարիամին մի քանի վայրկյան պահանջվեց, որպեսզի աչքերը հարմարվեն մթությանը։ Սենյակի կենտրոնում կար մի հին, մուգ փայտե մահճակալ, դրա վրա պառկած էր մի այնքան փխրուն կերպար, որ մի պահ Մարիամը մտածեց, թե դա պարզապես կուտակված սավանների կույտ է։ Բայց հետո նա տեսավ կրծքավանդակի թեթ շարժումը, վեր ու վար, ինչ-որ մեկի դժվար շնչառությունը, ով պայքարում էր իր սեփական մարմնի դեմ։ Բարի երեկո, Մարիամը մեղմ ասաց, զգուշորեն ներս մտնելով դուռը կիսաբաց թողնելով, որպեսզի միջանցքից մի քիչ լույս ներս մտնի։ Ձեր կերակուրը բերեցի։ Մահճակալի վրա պառկած կերպարը թեթակի շարժվեց։ Կնճռոտված ձեռքը, երացող երակներով թղթի պես բարակ մաշկով, դուրս եկավ սավանների տակից։ Մատները դողում էին։ Ջուր, դուրս եկած ձայնը խուլ շշուկ էր, գրեթե անլսելի։ Խնդրում եմ, ջուր։ Մարիամը սկուտեղը դրեց կողքի սեղանիկին, շուրջ բոլորը նայեց։
մահճակալի կողքին մի դատարկ սափ, որ կար։ Նա վերցրեց այնտեղ եղած բաժակը, գնաց սենյակին կից լոգարան, լցնելով այն թարմ ջրով։ Երբ վերադարձավ, օգնեց տիկնոջը մի քիչ նստել, զգուշորեն հենելով նրա գլուխը։ Կինը խմեց այնպիսի ագահությամբ, որ Մարիամի սիրտը կտրվեց։ Կարծես նա ժամերով, գուցե օրերով ջուր չէր խմել։ Կաթիլները սահում էին նրա բերանի անկյունից, թրջելով իր հագին եղած գունաթափված վերնաշապիկը։ Շնորհակալություն, տիկինը շշնջաց, երբ բաժակը դատարկվեց։ Շնորհակալություն, աղջիկս։ Մարիամը նստեց մահճակալի եզրին, պահի համար մոռանալով Վերոնիկայի հրահանգները։ Ինչպե՞ս է ձեր անունը, տիկին։ Ծովինար տիկին։ Տարեց կնոջ աչքերը, թե թուլությունից մշուշված, դեռ լուսավորության շող ունեին։ Իսկ դու։ Մարիամ։ Եկել եմ ձեզ խնամելու։ Ահ, ծովինար տիկինը խորը հառաչեց։ Եվս մեկը։ Քանիսն են եկել ու գնացել։ Դուք էլ կգնաք, երբ իմանաք։ Իմանալ ինչը, ծովինար տիկին։ Տարեց կինը փակեց աչքերը, կարծես նույնիսկ խոսելը հսկայական ջանք էր։ Որ ես այստեղ պահվում եմ որպես բանտարկյալ։ Որ իմ հարսը ուզում է, որ ես անհետանամ։ Որ ամեն անցնող օրով ես ավելի մոտ եմ։ Մի ասեք այդպես, Մարիամն ընդհատեց, իր մեջ աճող զայրույթ զգալով։ Դուք հիվանդ եք, խնամքի կարիք ունեք, բայց կլավանաք։ Ծովինար տիկինը նորից բացեց աչքերը, զարմանալի ինտենսիվությամբ նայեց Մարիամին։ Դուք լավ աղջիկ եք թվում։ Ձեր մոր հայացքն ունեք, կարծում եմ։ Ունեի։ Նա մի քանի տարի առաջ մահացավ։ Ցավում եմ։ Ուրեմն դուք հասկանում եք կորուստը։ Հասկանում եք միայնությունը։ Մարիամը գլխով արեց, կոկորդում կուտակված հանգույց զգալով։ Հասկանում եմ, այո։ Իմ որդին հեռու է։ Նա արտասահմանում է աշխատում, տարին մեկ անգամ է վերադառնում։ Վերոնիկան նրան ասում է, որ ես լավ եմ, որ ինձ խնամում են ամբողջ հարմարավետությամբ։ Նա պատասխանում է նրա հաղորդագրություններին իմ բջջային հեռախոսից, որը ինձնից թաքցրել է։ Նա չգիտի, որ ես այստեղ եմ, այս մթության մեջ, քաղցած, ծարավ, սպասելով վերջին։ Մարիամը զգաց, թե ինչպես է զայրույթը եռում նրա երակներում։ Դա ճիշտ չէր։ Կարևոր չէր, թե ինչ էին բժշկական ցուցումները, ոչ ոք արժանի չէր այդպես վերաբերվել։ Նա նայեց իր բերած սկուտեղին։ Մի նոսր արգանակ։ Մի քանի աղի թխվածքաբլիթ, մի փոքր բաժակ թեյ։ Դա ջնջղուկի կերակուր էր, ոչ թե մեծահասակ մարդու, նույնիսկ տարեցի։ Ծովինար տիկին, դուք քաղցած եք։ Շատ։ Բայց ես չեմ կարող դրանից ավել ուտել։ Դրանք հրամաններն են։ Մարիամը վերցրեց մահճակալի գլխավերում գտնվող թղթապանակը, արագ սկսեց թերթել։ Ենթադրաբար դրանք բժշկական ցուցումներ էին, բայց չկար որևէ պաշտոնական կնիկ, ոչ մի ճանաչելի բժշկի ստորագրություն։ Դա պարզապես մեքենագրված, սառը անձնական ցուցակ էր, խիստ սահմանափակելով սնունդը, ջուրը, շարժումը։ Ամեն ինչ այն պատրվակով, որ ծովինար տիկնոջ փխրուն առողջությունը չէր դիմանա դրանից ավելին։ Սա ճիշտ չէ, Մարիամը մրմնջաց իրեն։ Այստեղ ոչինչ ճիշտ չէ, աղջիկս։ Բայց անելիք չկա։ Եթե փորձեք ինձ օգնել, ձեզ կուղարկեն, ինչպես մյուսներին։ Եվ ես էլ ավելի վատ կլինեմ, որովհետև Վերոնիկան ավելի քիչ մարդ կունենա հսկելու։ Մարիամը նայեց այդ փխրուն կնոջը, նրա խորը աչքերին, խորը կնճիռներին, որոնք նշում էին մի դեմք, որը մի օր գեղեցիկ էր եղել։ Մտածեց իր սեփական մոր մասին, թե ինչպես էր նա տառապել կյանքի վերջին ամիսն։ Երին, բայց միշտ շրջապատված սիրով խնամքով։ Մտածեց, թե որքան սարսափելի կլիներ մենակ մնալը, լքվածը, դիտավորյալ անտեսվածը։ Մոր ձայնը արձագանքեց նրա մտքում, այն բառերը, որոնք ուղղորդել էին նրա կյանքի յուրաքանչյուր որոշումը։ Կարևոր չէ, թե ինչ ես անում, քանի դեռ անում ես արժանապատվորեն սրտանց։ Ծովինար տիկին, Մարիամն ասաց, տարեց կնոջ փխրուն ձեռքը իր ձեռքերի մեջ առնելով։ Ես կխնամեմ ձեզ։ Իրոք։ Կարող եք վստահել ինձ։ Դուք չեք հասկանում, աղջիկս։ Վերոնիկան վտանգավոր է։ Նա։ Ես հասկանում եմ, Մարիամն ընդհատեց ամուր։ Եվ ես թույլ չեմ տա, որ նրանք շարունակեն դա անել ձեզ հետ։
Մարիամը հաջորդ ժամն անցկացրեց ծովինար տիկնոջը փոքրիկ գդալներով արգանակով կերակրելով, մեղմ խոսելով տարեց կնոջը արթուն ուրախ պահելու համար։ Նա իմացավ, որ Վերոնիկան ամուսնացել է Ռուբենի, ծովինար տիկնոջ միակ որդու հետ, 5 տարի առաջ։ Սկզբում ամեն ինչ կատարյալ էր թվում։ Ռուբենը հաջողակ ինժեներ էր, աշխատում էր բազմազգ ընկերությունում, որը նրան անընդհատ տեղափոխում էր երկրների միջ։ Վերոնիկան, որը նույնպես հարուստ տանիքից էր, թվում էր իդեալական կին, հմայիչ կիրթ։ Բայց երբ Ռուբենը սկսեց ավելի շատ ժամանակ անցկացնել երկրից դուրս, Վերոնիկան ցույց տվեց իր իրական դեմքը։ Ծովինար տիկինը, որը միշտ ապրել էր այդ տանը, սկսեց աստիճանաբար մեկուսացվել։ Սկզբում ընկերուհիներն էին, որոնց Վերոնիկան ասում էր, որ շատ են հոգնեցնում զոքանչին։ Հետո սոցիալական գործունեությունները, զբոսանքները, եկեղեցի այցելությունները։ Ամեն ինչ նրա առողջությունը պահպանելու պատրվակով։ 6 ամիս առաջ ծովինար տիկինը թեթակի ընկել էր աստիճաններից։ Ոչինչ լուրջ չէր, պարզապես վաղ մի քանի քերծվածք։ Բայց Վերոնիկան դա որպես պատրվակ օգտագործեց, զոքանչին սենյակում փակելու համար, պնդելով, որ դա իր իսկ բարօրության համար է։ Այդ ժամանակից ի վեր ծովինար տիկինը հազիվ էր դուրս գալիս մահճակալից, ստանում էր նվազագույն սնունդ, ապրում էր այդ խեղդող մթության մեջ։ Երբ Մարիամը վերջապես իջավ, արդեն գիշեր էր։ Վերոնիկան հյուրասենյակում էր, նստած բաց գույնի կաշվե բազմոցին թերթում էր նորաձության ամսագիր։ Ավարտեցիք ձեր պարտականությունները։ Այո, տիկին։ Սնունդը տրվել է հրահանգներին համապատասխան։ Այո, տիկին, Մարիամը ստեց, զգալով կեղծիքի ծանրությունը, բայց իմանալով, որ դա անհրաժեշտ է։ Հրաշալի է։ Հիմա կարող եք գնալ։ Վերադարձեք վաղը առավոտյան ժամը 7-ին։ Մի ուշացեք։ Մարիամը վերցրեց իր ուսապարկը առանձնատնից դուրս եկավ ծանր սրտով։ Տունդարձի ճանապարհն ավելի երկար թվաց, քան երբը։ Նրա ոտքերը ցավում էին, գլուխը ճաքճքում, բայց ոչինչ չէր համեմատվում այն ցավի հետ, որը նա զգում էր, մտածելով ծովինար տիկնոջ մասին, մենակ այդ մութ սենյակում։ Երբ վերջապես հասավ բնակարան, Լոնը հյուրասենյակում հեռուստացույց էր դիտում։ Նա նայեց քրոջը, անմիջապես հասկացավ, որ ինչ-որ բան այն չէ։ Մարի, ինչ է եղել։ Նոր աշխատանքը լավ չանցավ։ Մարիամը նստեց եղբոր կողքին, ամեն ինչ պատմեց։ Լոնը լուր լսեց, նրա դեմքի արտահայտությունը գնալով ավելի լուրջ էր դառնում։ Մարի, սա լուրջ է։ Դու պետք է բողոքես։ Գիտեմ, Մարիամը պատասխանեց, շփելով հոգնած աչքերը։ Բայց եթե հիմա բողոքեմ, առանց ապացույցների, դա կլինի իմ խոսքը նրա դեմ։ Եվ նա հարուստ է, հզոր։ Ով կհավա։ Դա ինձ։ Բացի այդ, ծովինար տիկինը կտուժի հետանքներից։ Վերոնիկան կարող է ավելի վատ բան անել։ Ուրեմն ինչ ես անելու։ Մարիամը խորը շունչ քաշեց։ Ես կխնամեմ նրան։ Ճիշտ կկերակրեմ, կխոսեմ նրա հետ, նրան մի քիչ արժանապատվություն կտամ։ Եվ այդ ընթացքում ես ճանապարհ կգտնեմ, ապացուցելու, թե ինչ է կատարվում այնտեղ։ Լոնը գլխով արեց, անհանգստացած։ Զգույշ պետք է լինես, Մարի։ Այդպիսի մարդիկ չեն կատակում աշխատանքի ժամանակ։ Գիտեմ։ Բայց ես չեմ կարող պարզապես անտեսել։ Դու ինձ հասկանում ես, չէ՞։ Լոնը ժպտաց, տխուր, բայց հպարտ ժպիտով։ Հասկանում եմ։ Դու միշտ այդպես ես եղել։ Դա է, ինչ մայրը քեզ սովորեցրել է։ Այդ գիշեր Մարիամը հազիվ քնեց։ Մտածում էր ծովինար տիկնոջ մասին, թե ինչպես էր նա իրեն զգում մենակ այդ սենյակում, առանց հույսի, առանց ուժի։ Մտածում էր օգնելու եղանակների մասին, առանց Վերոնիկայի ուշադրությունը գրավելու։ Պետք է զգույշ լիներ, ռազմավարական։ Երբ զարթուցիչը զանգահարեց առավոտյան ժամը 5-ին, Մարիամն արդեն արթուն էր։ Արագ ցնցուղ ընդունեց, հագավ իր մաքուր համազգեստը, գնաց խոհանոց։ Պատրաստեց մի բաժակ տնական հավի արգանակ, որը նա պատրաստել էր նախորդ գիշեր, օգտագործելով սառնարանում եղած հավի վերջին կտորները։ Ավելացրեց կարտոֆիլ, գազար, շաղգամ, ամեն ինչ լավ եփած համեմված։ Բաժակը դրեց իր ուսապարկում, շուկայից գնաց մի քանի մրգերի հետ։ Ճանապարհը մինչ առանձնատուն անցավ սրտի արագ բաբախյունով։ Մարիամը գիտեր, որ հսկայական ռիսկի է դիմում։ Եթե բռնվեր, կկորցներ ոչ միայն այդ աշխատանքը, այլ հնարավոր է իր հեղինակությունը գործակալությունում։
Ռիտա տիկինը հստակ ասել էր, որ այդ ընտանիքը կարևոր էր։ Բայց ավելի մեծ բան էր վտանգված։ Վտանգված էր մի կնոջ կյանքը, նրա արժանապատվությունը, նրա մարդկային լինելը։ Մարիամը ժամը 7-ին հասավ։ Վերոնիկան դուռը բացեց արդեն քիչ ընկերական դեմքով։ Այսօր ուզում եմ, որ դուք լվանաք տան բոլոր անկողնային սպիտակեղենը։ Հետո մաքրեք ապակիները։ Եվ կեսօրին պատրաստեք ընթրիքը, համաձայն իմ թողած ցուցակի։ Ինչ վերաբերում է իմ զոքանչին, հետեք երեկվա նույն ռեժիմին։ Ավելորդ խոսակցություններ չկան, վերում ժամանակ չկորցնեք։ Մտեք, արեք այն, ինչ պետք է անել, դուրս եկեք։ Հասկանալի։ Այո, տիկին։ Վերոնիկան շուտով դուրս եկավ, վերցնելով իր թանկարժեք պայուսակը մտնելով ավտոտնակում կայանված ներմուծված մեքենան։ Մարիամը սպասեց մինչ համոզվեց, որ նա գնացել է, ապա արագ բարձրացավ աստիճաններով։ Ծովինար տիկին, ես եմ Մարիամը, նա մեղմ կանչեց, մտնելով սենյակ։ Ձեզ համար անակնկալ եմ բերել։ Ծովինար տիկինը արթուն էր, նրա աչքերը հառած էին առաստաղին, կարծես հեռավոր մտքերի մեջ կորած լիներ։ Երբ լսեց Մարիամի ձայնը, դանդաղ շրջեց գլուխը, թեթ ժպիտ հայտնվեց նրա գունատ շուրթերին։ Դուք վերադարձաք, տարեց կինը շշնջաց։ Կարծում էի, որ երեք երազ էր։ Կարծում էի, որ դուք կգնաք, ինչպես մյուսները։ Մարիամը մոտեցավ մահճակալին, զգուշորեն բացեց վարագույրները, թույլ տալով, որ առավոտվա մեղմ լույսը մտնի սենյակ։ Ծովինար տիկինը մի քանի անգամ թարթեց աչքերը, լույսին չսովորած։ Ես չեմ գնա, ծովինար տիկին։ Եվ տեսեք, թե ինչ եմ բերել։ Մարիամը ուսապարկից հանեց արգանակի բաժակը առատ աման լցրեց։ Բույրը լցրեց սենյակը, խնամքով պատրաստված տնական ուտելիքի հոտ։ Ծովինար տիկինը խորը շունչ քաշեց, արցունքները սկսեցին հոսել նրա կնճռոտված դեմքով։ Այնքան ժամանակ է անցել, ինչ ես իրական ուտելիքի հոտ չեմ զգացել, նա ասաց, ձայնը խեղդված։ Այնքան ժամանակ։ Մարիամը օգնեց տարեց կնոջը ավելի լավ նստել մահճակալին, ուղղելով բարձերը, որպեսզի նա հարմարավետ լինի։ Համբերությամբ, զգուշությամբ սկսեց նրան կերակրել, գթալ առ գթալ։ Ծովինար տիկինը դանդաղ էր ուտում, համտեսելով յուրաքանչյուր բաժին, կարծես դա աշխարհի ամենաթանկարժեք կերակուրն էր։ Համեղ է, աղջիկս։ Դուք այնքան լավ եք պատրաստում, որքան իմ մայրն էր պատրաստում։ Նա էլ էր այդ արգանակը պատրաստում, երբ ես երեխա էի։ Մարիամը ժպտաց, խորը կապ զգալով այդ կնոջ հետ, ում հազիվ էր ճանաչում։ Ծովինար տիկնոջ փխրունության մեջ կար մի բան, որը նրան այնքան էր հիշեցնում իր սեփական մորը վերջին օրերին։ Նույն խոցելիությունը, սիրո խնամքի նույն կարիքը։ Ծովինար տիկին, ես գիտեմ, որ ձեզ այստեղ պահում են ձեր կամքին հակառակ։ Ես տեսա թղթապանակը, ենթադրյալ բժշկական ցուցումներով։ Դա օրինական չէ։ Տարեց կինը հառաչեց, կուլ տալով արգանակից մեկ գթալ։ Սկիտեմ, սիրելիս։ Բայց ինչ կարող եմ անել։ Ես այնքան թույլ եմ։ Հազիվ եմ կարողանում մահճակալից դուրս գալ։ Եվ Վերոնիկան ամեն ինչ վերահսկում է։ Նա մուտք ունի իմ հաշիվներին, իմ փաստաթղթերին։ Նա իմ որդուն ասում է, որ ես լավ եմ, որ ավելի լավ է նա չգա ինձ տեսնելու, որպեսզի ինձ չհոգնեցնի։ Ռուբենը վստահում է նրան։ Ձեր որդին ոչինչ չգիտի։ Այս մասին։ Ոչինչ։ Նա հիմա Գերմանիայում է, մեծ նախագծի վրա է աշխատում։ Եվս մի քանի ամիս պետք է այնտեղ մնա։ Երբ նա զանգահարում է, Վերոնիկան պատասխանում է իմ բջջային հեռախոսին, ծածնում է, թե ես եմ, կամ ասում է, որ ես քնած եմ։ Նա շատ խելացի է։ Միշտ պատրաստ պատրվակ ունի։ Մարիամը նորից զգաց, թե ինչպես է զայրույթը աճում իր ներսում։ Ինչպես կարող էր մեկը այդքան դաժան, այդքան հաշվենկատ լինել։ Մենք պետք է տեղեկացնենք ձեր որդուն։ Նա պետք է իմանա, թե ինչ է կատարվում։ Ծովինար տիկինը թույլ գլխով արեց։ Ինչպես։ Նա թաքցրել է իմ հեռախոսը։ Չգիտեմ, թե որտեղ է։ Եվ նույնիսկ եթե իմանայի, ես ուժ չունեմ փնտրելու։ Հազիվ եմ կարողանում մի քանի րոպե նստած մնալ։ Ես կգտնեմ։ Մարիամը խոստացավ։ Ինչ որ կերպ, ես կգտնեմ այդ հեռախոսը, կկապվենք Ռուբենի հետ։ Դուք քաջ եք, աղջիկս։ Կամ շատ միամիտ։ Վերոնիկան դա թույլ չի տա։
Եթե նա իմանա, թե ինչ եք անում, կվերջացնի ձեզ։ Նա չի իմանա։ Ես զգույշ կլինեմ։ Հաջորդ օրերին Մարիամը սահմանեց մի ռիսկային, բայց արդյունավետ առօրյա։ Ամեն անգամ, երբ Վերոնիկան դուրս էր գալիս, նա արագ բարձրանում էր ծովինար տիկնոջ սենյակ սննդարար ուտելիքով, որը նա պատրաստում էր տանը կամ գնում էր իր սեփական գումարով։ Արգանակներ, ապուրներ, մանրացված մրգեր, վիտամինացված շիլաներ։ Ամեն ինչ, որը կարող էր ամրացնել տիկնոջը, առանց ուշադրություն գրավելու։ Բացի սնունդից, Մարիամը սկսեց երկար զրուցել ծովինար տիկնոջ հետ։ Նա իմացավ, որ տարեց կինը 30 տարուց ավելի գրականության ուսուցչուհի էր եղել։ Նա կիրթ, խելացի կին էր, ով սիրում էր պոեզիա, սիրում էր պատմություններ պատմել իր երիտասարդության տարիներից։ Նա ամուսնացած էր եղել հարգված բժշկի հետ, ով մահացել էր 10 տարի առաջ։ Ռուբենը նրա միակ որդին էր, մի պայծառ տղա, ում նա մեծացրել էր ամբողջ սիրով նվիրով։ Ումով, այրյանալուց հետո։ Իմ մեղքն է, ծովինար տիկինը երբեմն ասում էր, աչքերում տխրություն։ Ես էի, որ խրախուսեցի Ռուբենին ծանոթանալ Վերոնիկայի հետ։ Նա լավ ընտանիքից էր, կիրթ էր, գեղեցիկ։ Կարծում էի, որ լավ կին կլիներ նրա համար։ Որքան էի սխալվում։ Դուք ոչ մի բանում մեղավոր չեք։ Վերոնիկան բոլորին խաբեց, ոչ միայն ձեզ։ Մարիամը նա սկսեց ամեն օր բացել պատուհանները, թույլ տալով, որ թարմ օդը շրջանառվի սենյակում։ Ավելի հաճախ էր փոխում սավանները, օգնում էր ծովինար տիկնոջը լոգանք ընդունել կից լոգարանում, սանրում էր նրա ալեհեր մազերը։ Փոքրիկ ժեստեր, որոնք վերադարձնում էին գողացված արժանապատվության մի մասը։ Եվ ծովինար տիկինը սկսեց բարելավվել։ Դանդաղ, բայց տեսանելիորեն։ Նրա դեմքը մի քիչ գույն ստացավ։ Նրա աչքերը դարձան ավելի կենդանի, ավելի ուշադիր։ Մեկ շաբաթ պատշաճ խնամքից հետո նա կարողացավ մահճակալին նստած մնալ գրեթե 1 ժամ անընդմեջ։ 10 օրից հետո նա մի քանի քայլ արեց, հենվելով Մարիամի վրա մինչ լոգարան, առանց հաշմանդամի սայլակի կարիքի։ Կարծում էի, որ այլս երբեք չեմ կարողանա քայլել, ծո։ Վինար տիկինն ասաց, հուզված, ամուր բռնած Մարիամի ձեռքը։ Դուք ինձ վերադարձրիք հույսը, աղջիկս։ Բայց ծովինար տիկնոջ բարելավումը աննկատ չմնաց։ 13-րդ օրը Վերոնիկան վերադարձավ սովորականից շուտ։ Մարիամը զոքանչի սենյակում էր, օգնելով նրան թեթ մարմնամարզություն անել, երբ լսեց արագորեն աստիճաններով բարձրացող կրունկների ձայնը։ Արագ, ծովինար տիկին, վերադարձեք մահճակալ, Մարիամը հուսահատ շշնջաց։ Տարեց կինը փորձեց շտապել, բայց նրա շարժումները դեռ դանդաղ էին։ Մարիամը օգնեց նրան պառկել, արագ քաշեց ծածկոցները, փակելով վարագույրները։ Բայց ժամանակ չեղավ։ Դուռը ուժով բացվեց։ Ինչ է կատարվում այստեղ, Վերոնիկան բղավեց, աչքերը զայրույթից կայծկլտում էին, տեսնելով տարեց մորը մահճակալից դուրս։ Ես պարզապես օգնում էի ծովինար տիկնոջը ավելի լավ տեղավորվել, տիկին, Մարիամը փորձեց բացատրել, չնայած իր զգացած վախին ձայնը պահելով։ Վերոնիկան մոտեցավ մահճակալին, նայեց զոքանչին, վատ քողարկված արամարանքի արտահայտությամբ։ Դուք ավելի լավ տեսք ունեք։ Ինչպես է դա հնարավոր։ Դուք պետք է գնալով ավելի թույլ լինեիք։ Ես պարզապես, ծովինար տիկինը սկսեց խոսել, բայց Վերոնիկան ընդհատեց նրան։ Լռիր։ Իսկ դու, Վերոնիկան շրջվեց դեպի Մարիամը, ինձ հետ իր։ Հիմա։ Մարիամը հետեց Վերոնիկային սենյակից դուրս, սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ կարծես պետք է դուրս գար կրծքից։ Նրանք լարված լռությամբ իջան աստիճաններով։ Մուտքի սրահում Վերոնիկան կտրուկ շրջվեց։ Ինչ եք անում իմ զոքանչի հետ։ Ես խնամում եմ նրան, ինչպես դուք խնդրել եք։ Մի եկեք այդ բաներով։ Ես հստակ հրահանգներ տվեցի։ Վերահսկվող սնունդ, բացարձակ հանգիստ։ Եվ դուք անում եք հակառակը, չէ՞։ Մարիամը խորը շունչ քաշեց, որոշելով այլս չստել։ Դուք ծովինար տիկնոջը պահում եք անմարդկային պայմաններում։ Նա պետք է պատշաճ սնունդ ստանա, պետք է շարժվի, պետք է լույս թարմ օդ։ Ինչ որ դուք անում եք, սխալ է։ Վերոնիկայի դեմքը կարմրեց զայրույթից։ Ինչպես եք համարձակվում ինձ հարցեր տալ։ Դուք պարզապես տնային աշխատող եք։ Դուք կրթություն չունեք, գիտելիքներ չունեք։ Ո՞վ եք դուք, որ ինձ ասեք, թե ինչն է ճիշտ կամ սխալ։ Ես մեկն եմ, ով սիրտ ունի։ Մեկն եմ։
Ով չի կարող ձեռքերը ծալած նստել, տեսնելով, թե ինչպես է մարդը տառապում։ Վերոնիկան մի քայլ առաջ արեց, իր մատը Մարիամի դեմքին ուղղելով։ Դուք ազատված եք աշխատանքից։ Եվ ավելին։ Ես կապահովեմ, որ դուք այլս երբեք չկարողանաք աշխատել այս քաղաքի որե արժանապատիվ տանը։ Ես կզանգահարեմ բոլոր գործակալություններին, բոլոր իմ կապերին։ Ես կոչնչացնեմ ձեզ։ Մարիամը զգաց վախը, բայց չնահանջեց։ Արեք ինչ ուզում եք։ Բայց ես չեմ դադարի օգնել ծովինար տիկնոջը։ Ես կդիմեմ իշխանություններին, կպատմեմ, թե ինչ է կատարվում այստեղ։ Վերոնիկան ծիծաղեց, սառը դաժան ծիծաղով։ Կա՞ն։ Եվ ով կհավատա ձեզ։ Անկիրթ, անրեսուրս, ոչինչ չունեցող տնային աշխատող։ Իմ դեմ հասարակության կին, փողով, փաստաբաններով։ Իրոք կարծում եք, որ որե շանս ունեք։ Մարիամը պատասխան չուներ դրան։ Նա գիտեր, որ Վերոնիկան ճիշտ է։ Իրավական վեճում նա ամենափոքր շանսն անգամ չուներ։ Բայց նա չէր կարող պարզապես հանձնվել։ Դուրս եկեք իմ տնից, Վերոնիկան հրամայեց։ Եվ եթե իմանամ, որ դուք նորից այստեղ եք եկել կամ փորձել եք կապ հաստատել իմ զոքանչի հետ, ես ձեզ կզղջացնեմ։ Մարիամը վերցրեց իր ուսապարկը, դուրս եկավ առանձնատնից, դեմքին հոսող հիասթափության զայրույթի արցունքներով։ Նա ձախողել էր։ Ծովինար տիկինը նորից մենակ կմնար, կվերադառնար այդ սարսափելի իրավիճակին, Մարիամը չէր կարողացել կանխել դա։ Տունդարձի ճանապարհը ամենացավոտն էր, որ նա երբ է արել էր։ Մտածում էր ծովինար տիկնոջ մասին, նրա հույսի արտահայտության մասին, երբ նորից կարողացավ քայլել։ Մտածում էր, թե որքան դաժան կլիներ վերադառնալ այդ մթության քաղցի բանտը։ Մտածում էր իր սեփական անզորության մասին մի իրավիճակի դեմ, որը նա գիտեր, որ սխալ էր, բայց չէր կարող փոխել։ Լոնը տանն էր, երբ նա հասավ։ Մի հայացքը բավական էր, որ նա հասկանար, որ ինչ-որ վատ բան էր պատահել։ Նա քեզ ազատեց աշխատանքից։ Մարիամը գլխով արեց, բազմոցին նետվելով։ Ոչ միայն ինձ ազատեց։ Ասաց, որ կոչնչացնի իմ հեղինակությունը։ Որ կաներ այնպես, որ ես այլս երբեք չկարողանամ աշխատել։ Լոնը նստեց քրոջ կողքին, գրկեց նրան։ Մենք լուծում կգտնենք, Մարի։ Դու միշտ լուծում ես գտնում։ Իսկ ծովինար տիկինը նորից մենակ կմնա։ Նոր Իծ կքաղցի, կթուլանա այդ սենյակում։ Եվ ես ոչինչ չեմ կարող անել։ Մարիամը ձեռքերով ծածկեց դեմքը, հեկեկալով։ Ես ձախողեցի, Լոն։ Ես նրան ձախողեցի։ Չձախողեցիր։ Դու նրան 2 շաբաթ արժանապատվություն տվեցիր։ Դու ցույց տվեցիր, որ ինչ-որ մեկը հոգ է տանում։ Դա արդեն շատ է։ Բայց բավարար չէ։ Այդ գիշեր Մարիամը հազիվ կերավ ընթրիքը։ Նա պառկած էր իր անկողնում, նայելով առաստաղին, մտածելով ծովինար տիկնոջն օգնելու եղանակների մասին։ Պետք է լիներ մի բան, որ նա կարող էր անել։ Նա չէր կարող պարզապես ընդունել պարտությունը։ Այդ ժամանակ նրա բջջային հեռախոսը զանգահարեց։ Անհայտ համար էր։ Վարանելով, նա պատասխանեց։ Ալո։ Մարիամ, ձայնը թույլ էր, դողացող, բայց ճանաչելի։ Դա ծովինար տիկինն էր։ Խնդրում եմ, մի անջատեք։ Ինձ օգնություն է պետք։ Ես շատ վատ եմ։ Ծովինար տիկին։ Ինչպես եք կարողացել զանգահարել։ Վերոնիկան դուրս է եկել։ Նա այնքան զայրացած էր, որ մոռացել է ներսից փակել սենյակը, ինչպես սովորաբար անում է, երբ դուրս է գալիս։ Ես կարողացա քարշ տալ ինձ մինչ առաջին հարկի գրասենյակ։ Հեռախոս գտա։ Դա։ Իծ, խնդրում եմ, արագ եկեք։ Կրծքիս ցավ եմ զգում։ Ճիշտ չեմ կարողանում շնչել։ Մարիամը ցատկեց անկողնուց։ Ես հիմա շտապ օգնություն կկանչեմ։ Համբերեք, ծովինար տիկին։ Ես հիմա կգամ։ Ոչ, մի կանչեք շտապ օգնություն։ Վերոնիկան կիմանա։ Նա էլ ավելի կզայրանա։ Խնդրում եմ, պարզապես եկեք։ Դուք ինձ պետք եք։ Մարիամը 2 անգամ չմտածեց։ Նա բռնեց իր ուսապարկը, բղավեց Լոնին, որ շտապ իրավիճակ ունի, վազեց փողոց։ Ժամանակ չկար ավտոբուս կամ մետրո նստելու։ Պետք էր արագ հասնել։
Նա օգտագործեց իր դրամապանակում եղած քիչ գումարը տաքսի վերցնելու համար, վարորդին տալով առանձնատան հասցեն խնդրելով, որ հնարավորինս արագ վարի։ Ճանապարհը հավերժություն թվաց։ Ամեն կարմիր լուսացույցի ժամանակ Մարիամը զգում էր հուսահատության աճը։ Իսկ եթե ծովինար տիկինը ուշագնաց լիներ։ Իսկ եթե իսկապես լուրջ բան լիներ։ Նա պետք է շտապ օգնություն կանչեր, անկախ Վերոնիկայի սպառնալիքից։ Տիկնոջ կյանքը վտանգված էր։ Երբ տաքսին վերջապես կանգնեց առանձնատան դիմաց, Մարիամը գումարը նետեց նստատեղին դուրս եկավ վազելով։ Դարպասը կիսաբաց էր, ինչպես ծով։ Ինար տիկինն ասել էր։ Նա մտավ, առանց հետանքների մասին մտածելու, բարձրացավ մուտքի սանդուղքով հրեց գլխավոր դուռը, որը իր զարմանքին նույնպես բաց էր։ Ծովինար տիկին, նա կանչեց, ձայնը արձագանքում էր դատարկ սրահում։ Որտե՞ղ եք։ Մի թույլ հառաչանք եկավ աջ կողմից։ Մարիամը վազեց ձայնի ուղղությամբ ծովինար տիկնոջը գտավ շքեղ գրասենյակի հատակին ընկած հին գրասեղանի կողքին։ Տարեց կինը գունատ էր, դժվարությամբ էր շնչում, ձեռքերից մեկը սեղմում էր կուրծքը։ Ծովինար տիկին, Մարիամը ծնկի իջավ նրա կողքին, ստուգելով նրա զարկերակը։ Այն թույլ էր, անկանոն։ Ես հիմա օգնություն կկանչեմ։ Ոչ, տիկինը փորձեց բողոքել, բայց Մարիամն արդեն հավաքում էր համարը։ Շտապօգնությունը ժամանեց 15 րոպեում, որոնք ժամեր թվացին։ Մարիամը ամբողջ ընթացքում բռնած էր ծովինար տիկնոջ ձեռքը, խոսելով նրա հետ, նրան գիտակից պահելով։ Նա խոսեց իր մոր մասին, Լոնի մասին, այն գեղեցիկ օրերի մասին, որոնք դեռ կգային։ Խոստացավ, որ ամեն ինչ լավ կլինի։ Բուժաշխատողներն արդյունավետ էին։ Չափեցին ճնշումը, ստուգեցին սրտի զարկերը, թվացին, կիրառեցին։ Եզրակացրեցին, որ ծովինար տիկնոջը անհապաղ պետք է տեղափոխել հիվանդանոց։ Մարիամը շտապօգնության մեքենայով ուղեկցեց նրան, ամբողջ ճանապարհին բռնած տարեց կնոջ ձեռքը։ Երանի հարավային շրջանի քաղաքային հիվանդանոցում շտապ օգնության բաժինը լեփ-լեցուն էր։ Սայլակներ միջանցքներում մարդիկ ժամերով սպասում էին բուժօգնության, բուժքույրերն ու բժիշկները վազվզում էին այս ու այն կողմ։ Մարիամը բացատրեց իրավիճակը ընդունարանի աշխատողին, ով գրանցեց հիմնական տվյալները, ասաց, որ ծովինար տիկնոջը կօգնեն հնարավորինս շուտ։ Բայց տիկինը կրծքի ցավ ունի, դա կարող է լուրջ սրտի խնդիր լինել, Մարիամը պնդեց։ Այստեղ բոլորը լուրջ խնդիրներ ունեն, ընդունարանի աշխատողը պատասխանեց, ոչ թե կոպիտ, այլ հոգնած ձայնով։ Մենք կանենք հնարավորը։ Դուք կարող եք սպասել այն սենյակում։ Մարիամը չհեռացավ ծովինար տիկնոջ կողքից։ Նա ուղեկցեց նրան, երբ նրան տեղափոխեցին շտապ օգնության սենյակ, սպասեց դրսում քննությունների ընթացքում, վերադարձավ նրա կողքը, հենց որ թույլ տվեցին։ Տարեց կինը չափազանց թույլ էր շատ խոսելու համար, Բայց նրա աչքերը երախտագիտություն էին արտահայտում։ 4 ժամ սպասելուց հետո վերջապես բժիշկ հայտնվեց։ Նա երիտասարդ տղամարդ էր, խորը սություն աչքերի տակով կեղտոտված բժշկական խալաթով, ակնհայտորեն հյուծված երկար հերթապահությունից։ Տիկինը սրտի առիթմիայի դրվագ է ունեցել, նա բացատրեց։ Դա ամբողջական ինֆարկտ չէր, բայց լուրջ էր։ Նա հիմա կայունացված է, բայց պետք է հոսպիտալացվի դիտարկման այլ հետազոտությունների համար։ Դուք առողջության ապահովագրություն ունեք։ Մարիամը նայեց ծովինար տիկնոջը, ով քնած էր։ Ունի, նա պատասխանեց, առանց վստահ լինելու։ Բայց մանրամասները չգիտեմ։ Ձեզ փաստաթղթերն ու քարտը պետք կլինեն։ Առանց դրա, մենք կարող ենք միայն հիմնական օգնություն առաջարկել պետական համակարգով, իսկ հոսպիտալացման հերթը կարող է օրեր տել։ Մարիամը խուճապ զգաց։ Նա չէր կարող ծովինար տիկնոջը օրերով թողնել լեփ-լեցուն միջանցքում։ Տիկինը պատշաճ խնամքի կարիք ուներ։ Բայց միևնույն ժամանակ նա մուտք չուներ նրա փաստաթղթերին։ Դրանք բոլորը առանձնատանն էին, հավանաբար փակված ինչ-որ չհանրահայտ պահարանում, որը միայն Վերոնիկան գիտեր բացել։ Այդ ժամանակ նա հիշեց։ Երբ նա ծովինար տիկնոջը գտավ գրասենյակում, բաց դարակներով գրասեղան կար։ Եվ անձնական իրեր էին սփռված։ Տիկինը ինչ-որ բան էր փնտրում։ Թույլ տվեք տեսնել, թե ինչ կարող եմ անել, Մարիամն ասաց բժշկին։ Խնդրում եմ, լավ խնամեք նրան։ Մարիամը վազեց առանձնատուն։ Արդեն կեսգիշերից անց էր, փողոցները դատարկ էին։ Նա օգտագործեց իր ունեցած մնացած գումարը մեկ այլ տաքսիի համար։
Երբ հասավ, դարպասը դեռ կիսաբաց էր։ Նա զգուշորեն մտավ, ուշադիր լինելով ցանկացած նշանի, որ Վերոնիկան կարող էր վերադարձած լինել։ Տունը լուռ էր ու մութ։ Օգտագործելով բջջային հեռախոսի լապտերը, Մարիամը գնաց այն գրասենյակը, որտեղ գտել էր ծովինար տիկնոջը։ Նա փնտրեց բաց դարակներում, գտավ մի հին կաշվե պայուսակ, թաքնված մի քանի գրքերի հետում։ Դրա մեջ էր ծովինար տիկնոջ բջջային հեռախոսը, անջատված, փաստաթղթերով դրամապանակ։ Մարիամը վերցրեց ամեն ինչ, բայց երբ շրջվեց դուրս գալու, նրա աչքերը ընկան գրասեղանի վրա դրված թղթապանակի վրա։ Այն պիտակավորված էր ծովինար տիկնոջ անունով իրավակ։ Ան բառով։ Հետաքրքրված, նա արագ բացեց այն, թերթեց փաստաթղթերը։ Դրանք իրավական թղթեր էին, լիազորագրեր, սեփականության փաստաթղթեր։ Եվ մի բան, որից նրա արյունը սառեց։ Կար մի բժշկական տեղեկանքի պատճեն, ստորագրված մի բժշկի կողմից, ում նա երբեք չէր լսել, որը հայտարարում էր, որ ծովինար տիկինը դեմենցիայի զարգացած փուլում է, ի վիճակի չէ կառավարել իր սեփական գործերը։ Հենց ներքում մի լիազորագիր, որը Վերոնիկային լիարժեք լիազորություններ էր տալիս, կառավարելու ընտանիքի բոլոր ունեցվածքը։ Մարիամը իր բջջային հեռախոսով լուսանկարեց բոլոր փաստաթղթերը, թղթապանակը հետ դրեց, վազեց առանձնատնից։ Նրա սիրտը անկանոն էր բաբախում։ Դա խարդախություն էր։ Դա մանիպուլյացիա էր։ Ծովինար տիկինը լիովին պայծառ էր։ Ցանկացած մարդ, ով 5 րոպե կխոսեր նրա հետ, դա կհասկանար։ Բայց այդ կեղծ բժշկական տեղեկանքը Վերոնիկային լիարժեք իշխանություն էր տալիս ամեն ինչի վրա։ Հիվանդանոց վերադառնալով, Մարիամը ներկայացրեց ծովինար տիկնոջ փաստաթղթերն ու առողջապահական քարտը։ Մի քանի զանգերից ստուգումներից հետո հաստատվեց, որ ծածկույթը ակտի է։ Ծովինար տիկինը տեղափոխվեց մասնավոր սենյակ, որտեղ կստանար պատշաճ բուժում։ Մարիամն ամբողջ գիշեր անցկացրեց բազկաթոռին, մահճակալի կողքին, հսկելով տարեց կնոջ անհանգիստ քունը։ Նրա մտքերը անդադար պտտվում էին։ Պետք էր տեղեկացնել Ռուբենին։ Պետք էր նրան պատմել այն ամենի մասին, ինչ կատարվում էր։ Բայց ինչպես։ Նա չուներ նրա համարը, չգիտեր, թե ինչպես կապ հաստատեր։ Այդ ժամանակ նա հիշեց բջջային հեռախոսը։ Նա լիցքավորեց սարքը սենյակում առկա վարդակում, անհամբերությամբ սպասեց, որ այն միանա։ Երբ էկրանը վերջապես լուսավորվեց, այն ցույց տվեց տասնյակ չկարդացված հաղորդագրություններ։ Բոլորը պահված կոնտակտից, Բետո անունով, որին հաջորդում էր սրտի էմոջին։ Մարիամը վարանեց։ Ուրիշի հաղորդագրությունները բացելը գաղտնիության խախտում էր։ Բայց դա նորմալ իրավիճակ չէր։ Դա շտապ էր։ Ծովինար տիկնոջ կյանքը վտանգված էր։ Նա բացեց հաղորդագրությունները, նրա սիրտը կտրվեց, կարդալով։ Դրանք Ռուբենի հաղորդագրություններն էին, հարցնելով, թե ինչպես է մայրը, ասելով, որ կարոտում է, հարցնելով, թե արդյոք նա լավ է սնվում, արդյոք է ընդունում, արդյոք երջանիկ է։ Եվ պատասխանները բոլորը եկած նույն համարից, ծովինար տիկնոջ բջջային հեռախոսից, բայց հստակորեն գրված Վերոնիկայի կողմից, կարճ էին ու սառը։ Ես լավ եմ։ Անհանգստանալու կարիք չկա։ Վայելեք ձեր աշխատանքը։ Վերադարձեք, երբ կարողանաք։ Ռուբենի վերջին հաղորդագրությունը 3 օր առաջվա էր։ Մայրիկ, ես այստեղ նախագիծն ավարտում եմ սպասվածից շուտ։ 2 շաբաթից կկարողանամ վերադառնալ Հայաստան։ Անհամբեր սպասում եմ ձեզ տեսնելուն։ Շատ եմ սիրում ձեզ։ Մարիամը նայեց ծովինար տիկնոջը, ով քնած էր հիվանդանոցի մահճակալին, կայացրեց իր կյանքի ամենադժվար որոշումը։ Նա վերցրեց բջջային հեռախոսը, հաղորդագրություն գրեց. Ռուբեն, սա Մարիամն է, ձեր մոր խնամակալը։ Շտապ պետք է խոսեմ։ Ձեր մայրը հիվանդանոցում է։ Խնդրում եմ, զանգահարեք ինձ, հենց որ կարողանաք։ Նա ուղարկեց հաղորդագրությունը, սպասեց, սիրտը բերանում։ Անցան րոպեներ, որոնք ժամեր թվացին։ Ապա բջջային հեռախոսը զանգահարեց։ Ձայնային զանգ էր։ Մարիամը պատասխանեց. Ալո։ Ո՞վ եք դուք։ Ինչ է պատահել իմ մորը, մյուս կողմից ձայնը տղա։ Մարդու էր, լարված, անհանգիստ։ Պարոն Ռուբեն, իմ անունը Մարիամ Սարգսյան է։ Ես աշխատում եմ որպես խնամակալ այն տանը, որտեղ ձեր մայրն է ապրում։ Նա հիմա հիվանդանոցում է, սրտի դրվագ է ունեցել, բայց կայունացված է։ Ինչպե՞ս։
Վերոնիկան ինձ չի զանգահարել։ Ինչու՞։ Ձեր մոր հեռախոսը ձեզ մոտ։ Պարոն Ռուբեն, ես պետք է ձեզ մի քանի բան պատմեմ։ Դուք նստած եք։ Հաջորդ 20 րոպեի ընթացքում Մարիամը պատմեց ամեն ինչ։ Այն պահից, երբ նա հասավ առանձնատուն, այն վիճակը, որում գտավ ծովինար տիկնոջը, անմարդկային պայմանները, որոնցում նրան պահում էին սահմանափակ սնունդը, մեկուսացումը, Վերոնիկայի սպառնալիքները։ Նա պատմեց այն խնամքի մասին, որը նա տվեց, տիկնոջ բարելավման մասին, աշխատանքից ազատվելու վերջապես հուսահատ զանգի հիվանդանոց գնալու մասին։ Գծի մյուս կողմից Ռուբենը երկար լուռ մնաց։ Երբ վերջապես խոսեց, նրա ձայնը դողում էր զսպված հուզմունքից։ Դուք ինձ ասում եք, որ Վերոնիկան, նա դադարեց, ճիշտ բառեր փնտրելով, իմ մորը քաղցած էր թողնում։ Նրան փակում էր մութ սենյակում։ Այո, պարոն։ Եվ ավելին։ Ես փաստա թղթեր գտա։ Բժշկական տեղեկանք, ասելով, որ ձեր մայրը դեմենցիայի զարգացած փուլում է։ Բայց նա չունի, պարոն Ռուբեն։ Ձեր մայրը լիովին պայծառ է։ Մենք երկար ժամեր ենք խոսել, նա պայծառ, խելացի կին է։ Այդ տեղեկանքը կեղծ է։ Եվս մի լռություն։ Մարիամը կարող էր լսել Ռուբենի ծանր շնչառությունը հեռախոսով։ Որտեղ եք հիմա։ Երանի հարավային շրջանի քաղաքային հիվանդանոցում։ Ձեր մայրը հոսպիտալացված է 312 համարի սենյակում։ Ես կվերցնեմ առաջին իսկ թռիչքը, որը կկարողանամ։ 24 ժամից ավելի քիչ ժամանակում կլինեմ այնտեղ։ Մարիամ, նրա ձայնը հուզմունքով լի էր, շնորհակալություն։ Շնորհակալություն իմ մորը խնամելու համար։ Շնորհակալություն ինձ ճշմարտությունը պատմելու համար։ Ես երբեք չեմ մոռանա, թե ինչ եք արել։ Երբ նա անջատեց հեռախոսը, Մարիամը զգաց թեթացման ալիք, խառնված վախի հետ։ Նա քայլն արել էր։ Հիմա հետդարձ չկար։ Վերոնիկան կիմանար, թե ինչ էր պատահել, ամեն ինչ կաներ վրեժ լուծելու համար։ Բայց գոնե Ռուբենը ճանապարհին էր։ Գոնե ծովինար տիկինը իր որդուն կունենար կողքին։ Մարիամը քնե։ Ծբասկաթոռին, հյուծված հուզականորեն ֆիզիկապես։ Երբ արթնացավ, արդեն առավոտ էր։ Մի բուժքույր ստուգում էր ծովինար տիկնոջ կենսական նշանները, ով արթուն էր լի արցունքներով նայում էր Մարիամին։ Դուք զանգահարել եք իմ որդուն, տիկինը շշնջաց։ Ես լսեցի ձեր խոսակցությունը։ Շնորհակալություն, աղջիկս։ Շնորհակալություն ինձ փրկելու համար։ Հաջորդ ժամերը անցան անհանգստության մշուշի մեջ։ Մարիամը հերթով խոսում էր ծովինար տիկնոջ հետ, ով ամեն ժամ ավելի ուժ էր հավաքում, թվում էր, նյարդայնորեն քայլում էր հիվանդանոցի միջանցքներով։ Լոնը մի քանի անգամ զանգահարեց, անհանգստացած, նա պատմեց ամեն ինչ, ինչ պատահել էր։ Եղբայրը աջակցություն առաջարկեց, բայց նա զգուշացրեց, որ նա պետք է զգույշ լինի։ Վերոնիկան դա թանկ կնստեր։ Կեսօրից հետո ժամը 3-ի մոտ ծովինար տիկնոջ բջջային հեռախոսը սկսեց զանգահարել։ Վերոնիկան էր։ Մարիամն ու տարեց կինը լարված հայացքներ փոխանակեցին։ Մի պատասխանեք, ծովինար տիկինը շշնջաց։ Նա ձայնից կհասկանա, որ ինչ-որ բան այլ է։ Զանգը ընդհատվեց լռության մեջ։ Բայց րոպեներ անց եկավ մի կատաղ։ Ի հաղորդագրություն։ Որտեղ եք։ Ինչու։ Տանը չեք։ Անմիջապես վերադարձեք։ Ծովինար տիկինը դողացող ձեռքերով վերցրեց հեռախոսը, Մարիամին թելադրեց, թե ինչ գրել։ Հիվանդանոցում եմ։ Վատացա։ Կարողացա օգնություն կանչել։ Վերոնիկայի պատասխանը արագ սառը եկավ։ Որ հիվանդանոցում։ Ես հիմա կգամ ձեզ տանելու։ Երանի հարավային շրջանի քաղաքային հիվանդանոցում։ Բայց պետք չէ գալ։ Ինձ արդեն խնամում են։ Ես գնում եմ, սա էր չոր պատասխանը։ Մարիամը խուճապ զգաց։ Երբ Վերոնիկան գար նրան այնտեղ տեսներ, տեսարան կլիներ։ Բայց նա չէր կարող լքել ծովինար տիկնոջը հիմա։ Ոչ այս ամենից հետո։ Կես ժամ անց Վերոնիկան փոթորկի պես մտավ սենյակ։ Նրա աչքերը նեղացան, տեսնելով Մարիամին նստած զոքանչի կողքին։ Դու, նա գրեթե թքեց բառը։ Ինչ ես անում այստեղ։ Ես քեզ ազատեցի աշխատանքից։ Մարիամը վեր կացավ, ձայնը պահելով, չնայած իր զգացած վախին։
Ծովինար տիկինը ինձ զանգահարեց օգնություն խնդրելով։ Նա սրտի դրվագ է ունեցել։ Ես նրան բերել եմ հիվանդանոց։ Վերոնիկան ամբողջովին անտեսեց Մարիամին, շրջվեց դեպի զոքանչը։ Ինչպե՞ս եք կա։ Ռողացել զանգահարել։ Որտեղ եք հեռախոս գտել։ Ես ճանապարհ գտա, ծովինար տիկինը պատասխանեց, առաջին անգամ նրա ձայնը ուժ ուներ։ Գուցե դուք պետք է ավելի զգույշ լինեիք դռները փակելիս։ Վերոնիկան սեղմեց բռունցքները, բայց իրեն զսպեց։ Միջանցքով բուժքույրեր էին անցնում, վկաներ։ Դուք ինձ խաբեցիք։ Ծածրեցիք, թե թույլ եք, մինչդեռ իրականում փախչելու էիք պլանավորում։ Ես ոչինչ չէի ծածնում։ Ես իսկապես թույլ էի, որովհետև դուք ինձ պահում էիք դիտավորյալ թերսնման վիճակում։ Բայց Մարիամն ինձ օգնեց։ Նա ինձ կերակրեց, ինձ արժանապատվություն տվեց։ Եվ հիմա իմ որդին ամեն ինչ գիտի։ Վերոնիկայի դեմքը գունատվեց։ Դուք չհամարձակվեցիք։ Համարձակվեցի, այո։ Ռուբենը գալիս է Հայաստան։ Նա կհասնի ցանկացած պահի։ Եվ երբ հասնի, դուք ստիպված կլինեք պատասխանել այն բանի համար, ինչ արել եք։ Վերոնիկան դառը ծիծաղեց։ Կարծում եք, որ նա կհավատա ձեզ։ Մի ծեր, թուլամիտ կին, սեփական կնոջ խոսքի դեմ։ Ես ունեմ բժշկական եզրակացություններ, փաստաթղթեր, որոնք ապացուցում են ձեր մտավոր վիճակը։ Դուք ոչինչ չունեք։ Մարիամը մի քայլ առաջ արեց։ Իրականում, այո։ Ես լուսանկարել եմ բոլոր փաստաթղթերը, որոնք դուք թաքցրել եք գրասենյակում։ Ներառյալ կեղծ բժշկական տեղեկանքը, որը դուք օգտագործել եք լիազորագիր ստանալու համար։ Վերոնիկայի աչքերը լայն բացվեցին։ Դուք ներխուժել եք իմ տուն։ Դա հանցագործություն է։ Ես ձեզ դատի կտամ։ Ես կոչնչացնեմ ձեզ։ Ոչ, եթե ձեր կատարած խարդախությունը առաջինը չբացահայտվի։ Ցանկացած իրավասու բժիշկ կարող է հաստատել, որ ծովինար տիկինը դեմենցիա չունի։ Նա լիովին պայծառ է։ Այն տեղեկանքը, որը դուք ստացել եք, կեղծ է, դուք դա գիտեք։ Վերոնիկան բացեց բերանը պատասխանելու համար, բայց նրան ընդհատեց մի տղամարդու ձայն դռնից։ Ճիշտ է, Վերոնիկա։ Այս ամենը ճիշտ է։ Բոլորը շրջվեցին։ Սենյակի մուտքի մոտ կանգնած էր բարձրահասակ, մուգ մազերով տղամարդ, հոգնածությունից ճանապարհորդությունից կարմրած աչքերով։ Նա հագած էր ճմրթված հագուստ, ով ժամեր էր անցկացրել ինքնաթիռում։ Ռուբեն։ Բետո, ծովինար տիկինը բացականչեց, փորձելով ավելի լավ նստել մահճակալին։ Որդիս, դու եկար։ Ռուբենը լայն քայլերով անցավ սենյակը նրբո։ Լեն գրկեց մորը, կարծես նա կկոտրվեր։ Նրա արցունքները ազատորեն հոսում էին, մինչ նա բռնած էր նրա դեմքը իր ձեռքերի մեջ։ Մայրիկ, ինչ են արել ձեզ։ Դուք այնքան նիհար եք, այնքան գունատ։ Ես ավելի լավ եմ հիմա, որ դու այստեղ ես, որդիս։ Ռուբենը շրջվեց դեպի Վերոնիկան, ով ամբողջովին գունատվել էր։ Բացատրիր։ Հիմա։ Բետո սիրելիս, ամեն ինչ թյուրիմացություն է, Վերոնիկան սկսեց, ձայնը հանկարծակի դարձավ մեղմ ու լացակումած։ Ձեր մայրը լավ չէր, բժիշկները հատուկ խնամք խորհուրդ տվեցին։ Ես պարզապես հետում էի ցուցումներին։ Որ բժիշկները։ Ուզում եմ տեսնել անունները, եզրակացությունները, ամեն ինչ։ Ես ամեն ինչ ունեմ տանը։ Կարող եմ ձեզ ցույց տալ։ Մարիամը մի քայլ առաջ արեց։ Պարոն Ռուբեն, նա ամուր ասաց։ Ես ունեմ փաստաթղթերի լուսանկարները։ Կարող եմ ձեզ հիմա ցույց տալ։ Ռուբենը վերցրեց Մարիամի առաջարկած հեռախոսը, սկսեց թերթել լուսանկարները։ Նրա դեմքի արտահայտությունը ամեն պատկերից հետո ավելի ու ավելի մռայլ էր դառնում։ Երբ հասավ դեմենցիա հայտարարող բժշկական տեղեկանքին, նա աչքերը բարձրացրեց դեպի Վերոնիկան։ Բժիշկ Պողոս Մելքոնյան։ Սա է բժիշկը, ով ստորագրում է այստեղ։ Դուք հիշում եք նրան։ Վերոնիկան վարանեց։ Իհարկե։ Նա ձեր մորը մի քանի ամիս առաջ է զննել։ Զարմանալի է։ Որովհետև ես ճանաչում եմ բժիշկ Պողոսին։ Մենք միասին ենք սովորել համալսարանում։ Եվ ես գիտեմ, որ նա կորցրել է իր բժշկական գրանցումը 2 տարի առաջ ապահովագրական խարդախության սխեմայում ներգրավվածության համար։
Հետաց լռությունը խլացուցիչ էր։ Վերոնիկան մի քանի անգամ բացեց ու փակեց բերանը, բայց ոչ մի բառ դուրս չեկավ։ Դուք կեղծել եք բժշկական տեղեկանքը, Ռուբենը շարունակեց, ձայնը ցածր, բայց լի զսպված զայրույթով։ Դա օգտագործեցիք իմ մոր ունեցվածքի վերաբերյալ լիազորագիր ստանալու համար։ Եվ մինչդեռ նրան պահում էիք աղետալի պայմաններում, սպասելով, որ նա գնալով ավելի կթուլանա։ Ինչու Վերոնիկա։ Փողի համար։ Միայն դա էր։ Վերոնիկան տեսանելի ջանքերով վերականգնեց իր հանգստությունը։ Դուք չեք հասկանում։ Ձեր մայրը ձերանում էր։ Ինչ-որ մեկը պետք է հոգ տար ընտանիքի ֆինանսների մասին։ Ես պաշտպանում էի մեր ունեցվածքը։ Մեր։ Թե։ Ձեր։ Ռուբենը շրջվեց դեպի Մարիամը։ Դուք Մարիամն եք, ճիշտ է։ Այն կինը, ով ինձ զանգահարեց։ Այո, պարոն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն իմ մորը խնամելու համար։ Շնորհակալություն ճշմարտությունը ինձ պատմելու համար։ Նա ձեռքը մեկնեց, բայց Մարիամը, զգալով ժեստի անկեղծությունը, ընդունեց ջերմ ձեռքսեղմումը։ Պետք է, որ դուք ինձ ամեն ինչ պատմեք։ Բոլոր մանրամասները։ Կարող եք դա անել։ Կարող եմ, այո, պարոն Ռուբեն։ Ռուբենը նորից շրջվեց դեպի Վերոնիկան։ Ինչ վերաբերում է ձեր դեպքին, ինչ ժամանակ պետք կլինի այս ամենը մարսելու համար։ Բայց մի բան հստակ է, դուք իրավականորեն պատասխան կտաք այն ամենի համար, ինչ արել եք։ Եվ մինչդեռ, ուզում եմ, որ դուք դուրս գաք տնից։ Այսօր։ Բետո, խնդրում եմ, Վերոնիկան փորձեց մոտենալ, բայց նա հետ քաշվեց։ Մենք ամուսնացած ենք։ Դուք չեք կարող պարզապես ինձ դուրս հանել։ Կարող եմ, այո։ Այդ տունը իմ մորն է։ Միշտ է այդպես եղել։ Եվ նա լիովին մտավոր կարողություն ունի որոշելու, թե ով կարող է մնալ այնտեղ, ով ոչ։ Ճիշտ է, մայրիկ։ Ծովինար տիկինը, ով ամեն ինչ լուր դիտում էր, ամուր գլխով արեց։ Ես ուզում եմ, որ դուք դուրս գաք, Վերոնիկա։ Անմիջապես։ Դուք կզղջաք դրա համար, Վերոնիկան շշնջաց, նվիրված կնոջ իր դիմակը վերջապես ամբողջովին ընկավ։ Ես փաստաբաններ ունեմ։ Ես կպայքարեմ այն ամենի համար, ինչ ինձ է պատկանում իրավունքով։ Դուք իրավունք չունեք ոչ մի բանի վրա, որը ձեռք է բերվել խարդախության միջոցով, Ռուբենը պատասխանեց։ Եվ ես խորհուրդ եմ տալիս լավ փաստաբան գտնել, որովհետև ձեզ պետք կլինի։ Վերոնիկան վերջին ատելության հայացք գցեց Մարիամի վրա, նախքան կատաղի քայլերով դուրս գալը սենյակից։ Մնացած լռությունը ծանր էր, բայց նա թեթացած։ Ռուբենը մի աթոռ քաշեց նստեց մոր կողքին, բռնած նրա ձեռքը։ Մայրիկ, ներողություն։ Ներողություն, որ չնկատեցի։ Որ ավելի շուտ չեկա։ Որ կույրորեն վստահեցի նրան։ Ծովինար տիկինը քնքշորեն շոյեց որդու դեմքը։ Դուք մեղավոր չեք, սիրելիս։ Նա շատ խելացի էր։ Բայց կարևորն այն է, որ դուք հիմա այստեղ եք։ Եվ Մարիամի շնորհիվ ես կենդանի եմ ձեզ տեսնելու համար։ Ռուբենը նայեց Մարիամին, ով զուսպ կերպով հեռացել էր մոր ворդ ու գաղտնիությունն ապահովելու համար։ Մարիամ, խնդրում եմ, եկեք այստեղ։ Նա մոտեցավ, դեռ նյարդայնացած։ Ես ուզում եմ ձեզ պաշտոնապես աշխատանքի ընդունել որպես մորս խնամակալ։ Արժանապատիվ աշխատավարձ, բոլոր արտոնությունները, բնակարան, եթե անհրաժեշտ լինի։ Դուք ինձ վերադարձրել եք մորս։ Աշխարհում ոչ մի գումար չի վճարի դրա համար, բայց ես ուզում եմ ապահովել, որ դուք պատշաճ կերպով պարգևատրվեք։ Մարիամը զգաց, թե ինչպես են արցունքները բռնկվում նրա աչքերում։ Պարոն Ռուբեն, ես դա չեմ արել, պարկ սպասելով։ Ես արեցի, որովհետև դա ճիշտ էր անել։ Ես գիտեմ։ Եվ հենց դրա համար էլ ուզում եմ, որ դուք մնաք մեզ հետ։ Ձեր նման սիրտ ունեցող մարդիկ հազվադեպ են։ Խնդրում եմ, ընդունեք։ Մարիամը նայեց ծովինար տիկնոջը, ով ժպտում էր պայծառ աչքերով։ Ընդունում եմ, նա վերջապես ասաց։ Պատիվ կլինի խնամել ծովինար տիկնոջը։ Հաջորդ օրերը բժիշկների, հետազոտությունների իրավական ընթացակարգերի շտապողականություն էին։ Ռուբենը վարձեց լավագույն փաստաբաններին հետաքննելու Վերոնիկայի կատարած բոլոր ֆինանսական գործարքները։ Պարզվեց,
որ նա զգալի գումարներ էր փոխանցել օֆշորային հաշիվներին, վաճառել էր ընտանիքի որոշ ունեցվածք, առանց օրինական թույլտվության, պլանավորում էր վաճառել հենց առանձնատունը, հենց որ դատական որոշում ստանար ծովինար տիկնոջը անգործունակ հայտարարելու մասին։ Այս ամենը բացահայտվեց, որովհետև Ռուբենը, Մարիամի օգնությամբ, սկսեց ապացույցներ հավաքել։ Նա խոսեց բանկերի հետ, տան հին աշխատողների հետ, ովքեր ազատվել էին Վերոնիկայի կողմից վերջին ամիսներին, հարանների հետ, ովքեր նկատել էին ծովինար տիկնոջ աճող մեկուսացումը։ Եվ ավելին կար։ Ռուբենը հայտնաբերեց, որ Վերոնիկան սիրավեպ էր ունենում փաստաբանի հետ, ով օգնել էր կեղծել բժշկական տեղեկանքը։ Երկուսն էլ պլանավորում էին ամուսնանալ, հենց որ ծովինար տիկինը ճանապարհից դուրս լիներ, բաժանել ընտանիքի կարողությունը։ Երբ բոլոր ապացույցները հավաքվեցին, Ռուբենը դիմեց ոստիկանություն։ Վերոնիկան փաստաբանը ձերբակալվեցին փաստաթղթերի կեղծման, ունեցվածքի շեղման յուրացման մեղադրանքով։ Հետաքննությունը նա բացահայտեց այլ զոհերի, այլ տարեցների, ովքեր խաբվել էին նույն սխեմա։ Յով. Ծովինար տիկինը լիովին ապաքինվեց իր հոսպիտալացման ընթացքում։ Պատշաճ սնունդը, բժշկական խնամքը, հատկապես որդու Մարիամի սերը հրաշքներ գործեցին։ 3 շաբաթվա ընթացքում նա արդեն քայլում էր հիվանդանոցի միջանցքներով, ուրախ զրուցելով բուժքույրերի այլ հիվանդների հետ։ Ռուբենը մնաց Հայաստանում, աշխատանքից արձակուրդ վերցնելով մորը խնամելու համար։ Եվ այդ ընթացքում նա Մարիամը ժամեր անցկացրեցին զրուցելով, ճանաչելով միմյանց։ Նա իմացավ նրա կյանքի մասին, այն զոհաբերությունների մասին, որոնք նա արել էր եղբոր համար, նրա ուժի վճռականության մասին։ Նա իմացավ նրա մասին, նրա կարիերայի մասին որպես ինժեներ, նրա կիրքի մասին երաժշտության գրականության հանդեպ, որը ժառանգել էր մորից։ Նրանց մեջ ծնվեց անկեղծ բարեկամություն, հիմնված փոխադարձ հարգանքի հիացմունքի վրա։ 3 ամիս էր անցել ծովինար տիկնոջ հոսպիտալացումից։ Կենտրոնի առանձնատունը, որը նախկինում տառապանքի բանտի վայր էր, նորից վերածվել էր իսկական տան։ Ռուբենը որոշում կայացրեց վերջնականապես վերադառնալ Հայաստան, իր աշխատանքը տեղափոխելով Երան։ Ի գրասենյակ։ Մարիամը տեղափոխվեց սպասուհիների սենյակներից մեկը, որը Ռուբենը պնդեց ամբողջովին վերանորոգել, վերածելով հարմարավետ հյուրընկալ սենյակի։ Լոնը հաճախ էր այցելում, միշտ գործիքներ բերելով, ինչ-որ բան նորոգելու համար, որը վերանորոգման կարիք ուներ։ Ծովինար տիկինը անմիջապես սիրեց տղային, նրան վերաբերվելով որպես երկրորդ որդի։ Երբեմն նա նստում էր նրա հետ խոհանոցում պատմում պատմություններ, երբ ինքը ուսուցչուհի էր, Լոնը հմայված լսում էր, կլանելով իմաստության յուրաքանչյուր բառ։ Տան առօրյան ամբողջովին փոխվել էր։ Ծովինար տիկինը հիմա վաղ էր արթնանում, նախաճաշում էր պատշգամբում, հիանալով այգով, որը նորից խնամվում էր սիրով։ Առավոտներն անցկացնում էր, կարդալով իր հին գրքերը, լսելով դասական երաժշտություն, ընդունելով հին ընկերուհիների այցերը, ում Ռուբենը գտել հրավիրել էր։ Տիկինը մի քանի կիլոգրամ էր հավաքել, նրա մաշկը վերականգնել էր իր փայլը, նրա աչքերը փայլում էին կենսունակությամբ։ Մարիամն այլս պարզապես աշխատող չէր։ Նա ընտանիքի անդամ էր։ Նա պատրաստում էր ոչ թե այն պատճառով, որ դա նրա պարտականությունն էր, այլ որովհետև սիրում էր տեսնել ծովինար տիկնոջը համտեսող յուրաքանչյուր կերակուրը։ Նրանք ժամերով զրուցում էին գրականության, կյանքի, երազանքների, հույսերի մասին։ Տիկինը Մարիամի համար դարձել էր մի տեսակ մայր, լրացնելով այն դատարկությունը, որը թողել էր իր սեփական մոր մահը։ Եվ Ռուբենը մշտական հանգստացնող ներկայություն էր։ Նա հիմնականում տանից էր աշխատում, մորը մոտ լինելու համար։ Բայց Մարիամը նկատում էր, որ նա միշտ պատրվակներ էր գտնում մոտ լինելու, երբ նա պատրաստում էր կամ ուղեկցելու նրան այգում ծովինար տիկնոջ հետ զբոսանքների ժամանակ։ Նրանց զրույցները գնալով ավելի երկար էին դառնում, ավելի խորը։ Մի շաբաթ օր կեսօրին Ռուբենը Մարիամին հրավիրեց սրճելու թաղամասի հացի փռում։ Նա վարանեց, բայց ծովինար տիկինը գրեթե դուրս հրեց նրան տնից, ասելով, որ ժամանակն է, որ նա մի քիչ դուրս գա զվարճանա։ Հացի փուռը հմայիչ էր, մայթի վրա փոքրիկ սեղաններով թարմ հացի համեղ հոտով։ Նրանք նստեցին, պատվիրեցին սուրճ կաթով պանրային հաց։ Մարիամ, Ռուբենը սկսեց անուշադիր խառնել։ Ով սուրճի շաքարը։ Ես նորից ուզում էի շնորհակալություն հայտնել։ Գիտեմ, որ 1000 անգամ եմ դա ասել, բայց երբեք բավարար չի լինի։ Դուք փրկեցիք մորս։ Փրկեցիք մեր ընտանիքը։ Դուք կարիք չունեք շարունակելու շնորհակալություն հայտնել, Ռուբեն։ Նա մեղմ ժպտաց։
Ես արեցի այն, ինչ ցանկացած արժանապատիվ մարդ կաներ։ Ոչ։ Դա այն չէ, ինչ ցանկացած մարդ կաներ։ Դուք ռիսկի դրեցիք ձեր աշխատանքը, ձեր հեղինակությունը, դիմակայեցիք Վերոնիկային, իմանալով, որ նա կարող էր ոչնչացնել ձեզ։ Դուք այս ամենը արեցիք մի կնոջ համար, ում հազիվ էիք ճանաչում։ Սա սովորական չէ։ Սա արտակարգ է։ Մարիամը զգաց, թե ինչպես են նրա այտերը կարմրում։ Թեմա փոխելու համար նա հարցրեց դատավարության մասին։ Ռուբենը հառաչեց։ Վերոնիկան փաստաբանը դատապարտվեցին։ Նա ստացավ 5 տարի, նա՝ 7։ Երկուսն էլ ստիպված կլինեն վերադարձնել այն ամենը, ինչ եղել էին, տոկոսներով, ճշգրտումներով։ Տունը վերջապես ազատ է նրա ցանկացած պահանջից։ Իսկ դուք ինչպես եք զգում այս ամենի վերաբերյալ։ Դավաճանված, Ռուբենը խոստովանեց, նայելով սուրճի բաժակին։ 5 տարի ապրել եմ մի մարդու հետ, ում կարծում էի, որ ճանաչում եմ։ Ում կարծում էի, որ սիրում եմ։ Իմանալ, որ ամեն ինչ սուտ էր, որ նա ինձ մորս օգտագործում էր ամբողջ ժամանակ։ Ցավում է։ Բայց նա ստիպեց ինձ վերանայել շատ բաներ այն մասին, թե ինչն է իսկապես կարևոր կյանքում։ Եվ ինչն է կարևոր, Մարիամը մեղմ հարցրեց։ Իսկական մարդիկ։ Մարդիկ, ովքեր գործում են սրտով, ոչ թե շահերից ելնելով։ Ձեր նման մարդիկ։ Հետաց լռությունը հարմարավետ էր, բայց լի չասված բաներով։ Մարիամը զգաց, թե ինչպես է սիրտը արագանում։ Ռուբենի հայացքում կար մի ինտենսիվություն, որը նա նախկինում չէր նկատել, կամ գուցե չէր ուզում նկատել։ Ռուբեն, ես այնպիսի բարդ մարդ չեմ, ինչպիսին դուք սովոր եք շփվել։ Ես պարզապես։ Մի ավարտեք այդ նախադասությունը, նա մեղմ ընդհատեց։ Դուք պարզապես ոչինչ չեք։ Դուք արտակարգ եք, Մարիամ։ Եվ ես գիտեմ, որ դա կարող է շտապողական թվալ, կամ գուցե անպատշաճ, հաշվի առնելով այն ամենը, ինչ պատահել է, բայց ես պետք է անկեղծ լինեմ։ Վերջին ամիսներին, ձեզ ճանաչելով, տեսնելով ձեր նվիրումը, ձեր ուժը, ձեր բարությունը, ես ինձ։ Նա դադարեց, ճիշտ բառեր փնտրելով։ Ինձ հիացած գտա ձեզնով։ Շատ։ Մարիամը զգաց, թե ինչպես են արցունքները բռնկվում աչքերում։ Ես էլ, նա շշնջաց։ Բայց ես վախենում եմ։ Մեր իրավիճակը բարդ է։ Ես աշխատում եմ ձեր տանը, խնամում եմ ձեր մորը։ Իսկ եթե ամեն ինչ լավ չընթանա։ Իսկ եթե ես ամեն ինչ փչացնեմ։ Դուք ոչինչ չեք փչացնի։ Եվ ինչ վերաբերում է իրավիճակին, մենք կարող ենք ճանապարհ գտնել։ Կարևորն այն է, որ մենք անկեղծ լինենք միմյանց հետ։ Եվ իմ մոր հետ։ Ձեր մայրը։ Մարիամը արագ թարթեց աչքերը, սրբելով արցունքները։ Ինչ կմտածի նա։ Ռուբենը ժպտաց։ Նա արդեն գիտի։ Եվ մեզ համար է ուրախանում։ Հենց երեկ նա ինձ ասաց, որ հիմար կլինի, եթե թույլ տամ, որ դուք փախչեք։ Մարիամը չկարողացավ զսպել ծիծաղը արցունքների միջից։ Ծովինար տիկինն ասաց դա։ Ասաց։ Այդ բոլոր բառերով։ Նա ձեզ սիրում է որպես դուստր, Մարիամ։ Եվ ես, նա բռնեց նրա ձեռքը սեղանի վրայից, ես սիրահարվում եմ ձեզ։ Եթե ինձ թույլ տաք, կցանկանայի ավելի լավ ճանաչել այդ զգացումը։ Առանց շտապելու, մեր ժամանակին։ Մարիամը սեղմեց նրանց եռքը, զգալով մի երջանկություն, որը տարիներ շարունակ չէր զգացել։ Ես էլ կցանկանայի դա։ Հաջորդ ամիսներին Մարիամի Ռուբենի հարաբերությունները բնականաբար զարգացան։ Դրանք ընտանեկան ընթրիքներ էին, որոնք ձգվում էին մինչ ուշ գիշեր, զբոսանքներ հանգստյան օրերին, անվերջ զրույցներ ամեն ինչի ոչնչի մասին։ Լոնը հավանություն էր տալիս, ուրախ լինելով տեսնել, որ քույրը վերջապես գտնում է մեկին, ով գնահատում է նրան։ Ծովինար տիկինը ամենամեծ խրախուսողն էր, միշտ պատրվակներ գտնելով նրանց երկուսին մենակ թողնելու համար։ Բայց ավելին էր կատարվում։ Գիշերներին, երբ տունը լուռ էր, Ռուբենն ու Մարիամը զրուցում էին այն մասին, թե ինչ էին սովորել այդ ամբողջ փորձից։ Այն մասին, թե քանի տարեց մարդիկ էին գտնվում ծովինար տիկնոջ նման իրավիճակներում։ Լքված, անտեսված, մեկուսացված, առանց դիմելու որևէ մեկի։ Հենց այդ զրույցներից մեկի ժամանակ ծնվեց գաղափարը։ Իսկ եթե մենք ինչ-որ բան ստեղծենք այդ մարդկանց օգնելու համար, Ռուբենն առաջարկեց։
Մի կենտրոն, որտեղ լքված կամ խոցելի տարեցները կարող էին խնամք, ուշադրություն, սեր ստանալ։ Մի վայր, որն իսկապես տուն կլիներ, ոչ թե պարզապես հաստատություն։ Մարիամը զգաց, թե ինչպես է սիրտը արագանում։ Դուք լրջո՞ւմ եք։ Լիովին լուրջ։ Ես ռեսուրսներ ունեմ։ Դուք ունեք փորձը, սիրտը, այն հաջողելու համար։ Մայրս կարող էր օգնել իր կրթական փորձով։ Դա ընտանեկան նախագիծ կլիներ։ Հաջորդ ամիսներին երազանքը սկսեց ձևավորվել։ Ռուբենը օգտագործեց ընտանիքի հարստության մի մասը, որն այժմ ապահով էր Վերոնիկայի դատապարտումից հետո նոր Նորքի անապահով թաղամասում հողատարածք գնելու համար։ Նրանք վարձեցին ճարտարապետների նախագծելու լայն, հյուրընկալ տարածք այգիներով, հանգստի սենյակներով, հարմարավետ ննջասենյակներով, արդյունաբերական խոհանոցով, նույնիսկ փոքրիկ գրադարանով։ Ծովինար Ալեքսանյանի ինստիտուտը, այսպես կոչված ի պատիվ ծովինար տիկնոջ, բացվեց այն ճակատագրական օրից 1 տարի անց, երբ Մարիամը առաջին անգամ մտել էր առանձնատուն։ Դա գեղեցիկ շենք էր, ներկված բաց ուրախ երանգներով, լայն պատշգամբներով, բազմաթիվ պատուհաններով, բնական լույսի մուտքի համար։ Բացման օրը տասնյակ մարդիկ ներկա էին։ Ռուբեն Իհին գործընկերները, ընտանիքի ընկերները, քաղաքապետարանի ներկայացուցիչները, հատկապես համայնքի տարեցները, ովքեր կլինեին նախագծի առաջին շահառուները։ Ծովինար տիկինը, շողշողուն բաց կապույտ զգեստով, որը Մարիամն օգնել էր ընտրել, կտրեց խորհրդանշական ժապավենը, հուզված ծափահարությունների ներքո։ Այս վայրը, ծովինար տիկինն ասաց կարճ, բայց տպավորիչ ելույթում, ծնվել է ցավից, բայց կառուցվել է սիրով։ Ծնվել է խավարից, բայց լույսի փարոս կլինի բոլոր նրանց համար, ովքեր այստեղ կմտնեն։ Եվ գոյություն ունի մի երիտասարդ կնոջ շնորհիվ, ով, չնայած ոչինչ չուներ, տվեց այն ամենը, ինչ ուներ։ Իր ժամանակը, իր էներգիան, իր սիրտը։ Մարիամ, եկեք այստեղ, սիրելիս։ Մարիամը, զարմացած ու հուզված, բարձրացավ փոքրիկ ինքնաշեն բեմ։ Ծովինար տիկինը ամուր գրկեց նրան։ Դուք ինձ փրկեցիք։ Եվ հիմա, միասին, մենք կփրկենք շատ ուրիշների։ Ինստիտուտը սկսեց գործել հաջորդ շաբաթ։ Այն առաջարկում էր ոչ միայն բնակություն, այլ հանգստի գործունեություն, բժշկական հսկողություն, ֆիզիոթերապիա, արհեստագործության, երաժշտության, պարի դասեր։ Համայնքի կամավորները առաջարկեցին իրենց օգնությունը։ Լոնը սկսեց անվճար սպասարկումներ կատարել։ Բուժքույրական բժշկական ֆակուլտետների ուսանողները գալիս էին պրակտիկա անցնելու։ Մարիամը անդադար աշխատում էր, ճանաչելով յուրաքանչյուր եկող տարեցի, լսելով նրանց պատմությունները, ապահովելով, որ նրանք իրենց տանը զգան։ Ռուբենը հոգ էր տանում վարչական ֆինանսական մասին, բայց նա կեսօրներն անցկացնում էր բնակիչների հետ զրուցելով, դոմինո խաղալով, հին պատմություններ լսելով։ Ծովինար տիկինը ամեն օր այցելում էր, գրականության դասեր էր տալիս, պոեզիայի երեկոներ էր կազմակերպում, ավելի երիտասարդներին սովորեցնում էր հարգել տարեցներին։ Նա ամբողջովին վերածնվել էր, գտնելով մի նպատակ, որը լցնում էր նրա օրերը իմաստով։ Ինստիտուտի բացումից 6 ամիս անց, դեկտեմբերի մի աստղալից գիշեր, Ռուբենը Մարիամին տարավ շենքի տանիք, որտեղ նրանք փոքրիկ այգի էին սարքել, քաղաքի տեսարանով։ Մարիամ, նա սկսեց, բռնած նրա ձեռքերը։ Այս վերջին տարին իմ կյանքի ամենադժվար մի նույն ժամանակ ամենապարգատրող տարին էր։ Ես կին կորցրի, կամ ավելի հայտնաբերեցի, որ երբեք իսկապես կին չեմ ունեցել։ Բայց ես շատ ավելի արժեքավոր բան ստացա։ Ես ստացա մեկին, ով ինձ ցույց տվեց, թե ինչ է իսկական սերը։ Սեր, որը ոչինչ չի սպասում փոխարեն։ Սեր, որը գործում է, զոհաբերում է, տալիս է։ Մարիամը զգում էր, թե ինչպես են արցունքները ազատորեն հոսում նրա դեմքով։ Դուք ինձ սովորեցրիք, որ հարստությունը շատ ունենալը չէ, այլ շատ տալը։ Դուք ինձ վերադարձրիք մորս։ Ինձ իսկական ընտանիք տվեցիք։ Եվ ինձ նպատակ տվեցիք։ Ռուբենը ծնկի իջավ, գրպանից հանելով մի փոքրիկ տուփ։ Ամուսնացիր ինձ հետ։ Ոչ թե այն պատճառով, որ դու իմ աշխատողն ես, կամ որ ես քեզ ինչ-որ բան պարտքեմ, այլ այն պատճառով, որ ես քեզ սիրում եմ։ Ամբողջովին, իսկապես։ Մարիամը ձեռքերով ծածկեց բերանը, ուրախությունից հեկեկալով։ Այո։ 1000 անգամ այո։
Ամուսնությունը տեղի ունեցավ 6 ամիս անց, պարզ, բայց խորապես հուզիչ արարողությամբ առանձնատան այգում, որը մի օր այդքան տառապանքի թատերաբեմ էր եղել, որն այժմ վկայում էր երկու հոգիների միությունը, ովքեր հանդիպել էին ամենաանհավանական հանգամանքներում։ Այգին ամբողջովին վերանորոգվել էր Մարիամի Ռուբենի կողմից, վերածվելով մի տարածքի, որը նշում էր կյանքը հույսը։ Աթոռները դասավորված էին կիսաշրջանած, զարդարված սպիտակ մանուշակագույն ծաղիկներով։ 50-ից ավելի հյուրեր չկային, բայց յուրաքանչյուրը այնտեղ էր հատուկ պատճառով։ Լոնը, հուզված իր նոր կոստյումով, քավորն էր։ Ծովինար տիկինը շողշողուն մանուշակագույն զգեստով, որը ինքն էր ընտրել, երկուսի քավորն էր, մի որոշում, որը բոլորին ստիպել էր լացել, երբ հայտարարվեց։ Հյուրերի մեջ էին Ծովինար Ալեքսանյանի ինստիտուտի առաջին բնակիչները, ովքեր դարձել էին ընդլայնված ընտանիքի մաս։ Տիկին Մերսեդեսը 80-ամյա մի կին, ով ինստիտուտ էր եկել թերսնված ընկճված, հիմա լայնորեն ժպտում էր, օգնելով բաժանել ծաղկի փոքրիկ փնջերը։ Պարոն Հովսեփը, 75-ամյա մի տղամարդ, ով տարիներ շարունակ չէր խոսել իր սեփական ընտանիքի հետ, վերամիավորվել էր իր որդիների հետ, ինստիտուտում կատարված միջնորդական աշխատանքի շնորհիվ այնտեղ էր իր թոռների հետ։ Կային նահարաններ, ովքեր ականատես էին եղել այդ տան փոխակերպմանը, Ռուբ. Ենի ընկերները աշխատանքից, Լոնի գործընկերները, Ռիտա տիկինը գործակալությունից, ով անթիվ անգամ ներողություն էր խնդրել Մարիամից, առանց իմանալու նրան այդ իրավիճակում դնելու համար։ Մարիամը լիովին ներել էր, ասելով, որ եթե այդ աշխատանքը չլիներ, ոչինչ չէր լինի։ Երբ երաժշտությունը սկսեց հնչել կատարված Լարային Քարյակի կողմից, Ռուբենը կանգնեց ինքնաշեն զոհասեղանի մոտ, քահանայի կողքին։ Նրա աչքերը հառած էին այն ճանապարհին, որտեղից Մարիամը պետք է հայտնվեր։ Նա հագած էր պարզ, բայց էլեգանտ մուգ կապույտ կոստյում, առանց փողկապի, օձիքը բացված անկաշկանդ ձով, որը համապատասխանում էր արարողության ոգուն։ Եվ ապա Մարիամը հայտնվեց։ Նա դանդաղ էր քայլում, Լոնը մի կողմից, իսկ Ծովինար տիկինը մյուս կողմից։ Նա հագած էր պարզ սպիտակ բամբակյա զգեստ, առանց քողի կամ մեծ զարդարանքների, բնական ծաղիկներով մազերում։ Նա ամսագրի հարսնացու չէր թվում, նա շատ ավելի լավ բան էր թվում։ Նա իրեն էր թվում, անկեղծ շողշողուն։ Ռուբենը զգաց, թե ինչպես են արցունքները բռնկվում, հենց որ տեսավ նրան։ Ինչպես էր հնարավոր, որ այդ կինը, ով իր կյանք մտավ ամենավատ պահերին, այդքան էական դարձավ։ Ինչպես էր նա ապրել նախկինում, առանց նրան ճանաչելու։ Երբ Մարիամը հասավ զոհասեղանին, Լոնը քնքշորեն համբուրեց նրա ճակատը, նախքան հեռանալը։ Ծովինար տիկինը մի պահ բռնեց նրանց երկուսի ձեռքերը, խորհրդանշականորեն միացնելով դրանք, նախքան առաջին շարքում նստելը։ Քահանան սկսեց արարողությունը իսկական սիրո մասին խոսքերով, այն մասին, թե ինչպես է այն ծնվում ամենաանսպասելի իրավիճակներում, այն մասին, թե ինչպես են ամենամեծ օրհնությունները հաճախ գալիս մարտահրավերների քողի տակ։ Բայց հենց երթումների ժամանակ հուզմունքը համակեց բոլորին։ Ռուբենն առաջինն էր։ Նա ամուր բռնած էր Մարիամի ձեռքերը, կարծես վախենում էր, որ նա կարող է անհետանալ, եթե նրան բաց թողնի։ Մարիամ, ես կարող էի ասել, որ դուք փրկեցիք մորս, դա ճիշտ կլիներ։ Կարող էի ասել, որ դուք ինձ ցույց տվեցիք, թե ինչ է քաջությունը, դա նույնպես ճիշտ կլիներ։ Բայց այն, ինչ ուզում եմ ասել, ավելի պարզ է մի նույն ժամանակ ավելի խորը։ Դուք ինձ սովորեցրիք նայել։ Իսկապես տեսնել մարդկանց, տեսնել արտաքինից, ոչումներից, փողից այն կողմ։ Դուք ինձ սովորեցրիք, որ մեծությունը ոչ թե այն է, ինչ ունենք, այլ այն, ինչ տալիս ենք։ Եվ դուք տվեցիք ամեն ինչ։ Դուք տվեցիք ձեր ժամանակը, ձեր էներգիան, ձեր սիրտը մի կնոջ, ում չէիք ճանաչում, առանց որևէ բան սպասելու փոխարեն։ Եվ ինչ որ առեղծվածային կերպով, դա անելով, դուք նա ինձ փրկեցիք։ Ինձ փրկեցիք դատարկ կյանքից, մակերեսային հարաբերություններից, այլասերված արժեքներից։ Դուք ինձ վերադարձրիք այն, ինչն իսկապես կարևոր է։ Այսօր խոստանում եմ անցկացնել իմ կյանքի մնացած մասը, փորձելով արժանի լինել այս սիրուն, որը դուք ինձ առաջարկում եք։ Խոստանում եմ պատվել ոչ միայն ձեզ, այլ այն արժեքները, որոնք դուք ներկայացնում եք։ Խոստանում եմ, որ միասին կշարունակենք կարեկցանք տարածելու այս առաքելությունը աշխարհում։ Եվ խոստանում եմ, որ երբեք չեմ ընդունի որպես սովորական այն նվերը, որը ձեզ իմ կողքին ունենալն է։ Հյուրերի մեջ չկար մի չոր աչք։ Ծովինար տիկինը արցունքները սրբում էր ժանյակե թաշկինակով, որը տարիներ շարունակ պահում էր։ Լոնը հպարտ ժպտում էր, տեսնելով, որ քույրը վեր
ջապես ճանաչվում է այնպիսին, ինչպիսին միշտ եղել է, արտակարգ։ Մարիամը խորը շունչ քաշեց, նախքան իր երդումները սկսելը։ Նրա ձայնը դողում էր, բայց ամուր էր մտադրությամբ։ Ռուբեն, երբ ես մտա այդ առանձնատուն գրեթե 2 տարի առաջ, կարծում էի, որ ճշգրիտ գիտեմ, թե ով եմ ես։ Ես այն կինն էի, ով քրտնաջան աշխատում էր, ով զոհաբերում էր ուրիշների համար, ով ոչինչ չէր սպասում, բացի ազնվությունից, արժանապատվությունից աշխատանքում։ Կարծում էի, որ արդեն ապրել եմ այն ամենը, ինչի համար նախատեսված էի ապրել։ Որ սերը, ընտանիքը, բացի իմ եղբորից, ուրիշների համար էին, ոչ թե ինձ համար։ Եվ ապա ես հանդիպեցի ծովինար տիկնոջը։ Նա դադարեց, սիրով նայելով զոքանչին։ Եվ հանդիպեցի ձեզ։ Եվ դուք ինձ ցույց տվեցիք, որ սխալվում էի։ Որ դեռ շատ բան կար ապրելու, զգալու, փորձելու։ Դուք ինձ սովորեցրիք, որ հնարավոր է նորից սկսել, անկախ նրանից, թե որքան դժվար է եղել անցյալը։ Ինձ սովորեցրիք, որ արժանիքը ոչ մի կապ չունի փողի կամ սոցիալական դիրքի հետ, այլ բնավորության հետ։ Եվ ինձ տվեցիք մի բան, որը ես երբեք չէի մտածել, որ կունենամ իսկա։ Կան ընտանիք։ Այսօր խոստանում եմ լինել ոչ միայն ձեր կինը, այլ ձեր գործընկերը բոլոր առումներով։ Խոստանում եմ շարունակել պայքարել ձեր կողքին նրանց համար, ում ոչ ոք չի տեսնում, մոռացվածների, անտեսվածների համար։ Խոստանում եմ պատվել այն վստահությունը, որը ծովինար տիկինը դրել է իմ վրա։ Եվ խոստանում եմ սիրել ձեզ նույն ինտենսիվությամբ ճշմարտությամբ, որով փորձել եմ խնամել նրան այն առաջին օրը։ Որովհետև հենց այնտեղ, այդ մութ սենյակում, ամեն ինչ սկսվեց։ Եվ այստեղ, լույսով լի այս այգում, ամեն ինչ ավարտվում է։ Քահանան, ակնհայտորեն հուզված, հազիվ կարողացավ շարունակել արարողությունը։ Երբ վերջապես նրանց ամուսին ու կին հայտարարեց, ծափահարությունները պայթեցին ուրախության բացականչությունների ավելի շատ արցունքների հետ մեկտեղ։ Հետաց խնջույքը հենց այնպիսին էր, ինչպիսին Մարիամն ու Ռուբենը պատկերացրել էին։ Անկաշկանդ, ուրախ, լի անկեղծ զրույցներով, իսկական ծիծաղներով։ Ուտելիքը պատրաստել էր Մարիամը, Լոնի ինստիտուտի մի քանի տիկինների օգնությամբ։ Ոչինչ բարդ չէր, պարզապես տնական, ազնիվ ուտելիք, պատրաստը։ Ած, սիրով։ Ծովինար տիկինը ելույթ ունեցավ, որը բոլորի կողմից ոտնկայս ծափահարությունների արժանացավ։ Նա պատմեց իր պատմությունը, առանց ցավոտ մանրամասները բաց թողնելու, բայց կենտրոնանալով փրկության երկրորդ հնարավորության կարեկցանքի փոխակերպող ուժի վրա։ Ավարտեց ասելով, որ եթե նա կարողանա ժամանակի մեջ հետ գնալ, ոչինչ չէր փոխի, որովհետև տառապանքի յուրաքանչյուր պահ նրան հասցրել էր մինչ այդ կատարյալ օրը։ Երբ գիշերն ընկավ, հյուրերի մեծ մասն արդեն հեռացել էր, Մարիամը, Ռուբենը, ծովինար տիկինը միասին նստեցին այգու նստարանին, նայելով աստղերին, որոնք սկսում էին հայտնվել Երանի երկնքում։ Գիտեք, թե ինչ եմ մտածում, ծովինար տիկինն ասաց, խախտելով հարմարավետ լռությունը։ Կարծում եմ, որ երբեմն կյանքը պետք է մեզ մի քիչ կոտրի, որպեսզի մենք կարողանանք ավելի ուժեղ վերակառուցվել։ Ես պետք է անցնեի այդ խավարի միջով, սովորելու համար գնահատել լույսի յուրաքանչյուր ճառագայթ։ Դուք որդիս, նա դիպավ Ռուբենի թին, պետք է ձեր սիրտը կոտրվեր, հասկանալու համար, թե ինչ է իսկական սերը։ Եվ դուք, իմ սիրելի Մարիամ։ Ծովինար տիկինը բռնեց հարսի ձեռքը, պետք է այդքան զոհաբերեիք ուրիշների համար, վերջապես թույլ տալու համար, որ ինչ-որ մեկը խնամի ձեզ։ Կարծում եք, որ այս ամենը պատահականությունն էր, Ռուբենը հարցրեց, մտածկոտ։ Նկատի ունեմ բոլոր զուգադիպությունները։ Մարիամին հենց այդ օրը կանչելը։ Դուք կարողացաք կատարել այդ զանգը։ Ես կարողացա ժամանակին վերադառնալ։ Ծովինար տիկինը ժպտաց, խորհրդավոր։ Ես չեմ հավատում զուգադիպություններին, սիրելիս։ Ես հավատում եմ նպատակին։ Մեզանից յուրաքանչյուրը հենց այնտեղ էր, որտեղ պետք է լիներ։ Հաջորդ ամիսներին զույգի կյանքը հաստատվեց երջանիկ արդյունավետ առօրյայում։ Նրանք վաղ էին արթնանում, նախաճաշում ծովինար տիկնոջ հետ, պլանավորում օրը, այցելում ինստիտուտ, զբաղվում այն հազարավոր վարչական գործերով, որոնք պահանջում էր այդ չափի նախագիծը։ Բայց միշտ ժամանակ էին գտնում միասին լինելու, զրուցելու, ծիծաղելու համար։ Ծովինար Ալեքսանյանի ինստիտուտը աճեց ավելի, քան նրանք պատկերացնում էին։ Այն, ինչ սկսվել էր որպես 20 տարեցների համար նախատեսված տարածք, այժմ սպասարկում էր ավելի քան 60-ի։ Կամավորները անընդհատ հայտնվում էին, օգնելու ցանկությամբ։ Նվիրատվություններ էին գալիս մարդկանցից, ովքեր լսում էին նախագծի պատմությունը, հուզվում էին։
Քաղաքապետարանը ֆինանսական աջակցություն հարկային արտոնություններ առաջարկեց։ Համալսարանները համագործակցում էին ընդլայնման ծրագրերի համար։ Բայց թվերից ավելի կարևոր էր յուրաքանչյուր անցորդի կյանքի վրա ունեցած ազդեցությունը։ Տիկին Մերսեդեսը, ով հասել էր անհույս վիճակում, այժմ կրոշեի դասեր էր տալիս մյուս բնակիչներին, վերամիավորվել էր մի զարմուհու հետ, ում 20 տարի չէր տեսել։ Պարոն Հովսեփը, ով մեկուսացել էր ընտանիքից կնոջ կորստից հետո, հաշտվել էր իր որդիների հետ, հանգստյան օրերն անցկացնում էր թոռների հետ։ Տիկին Հասմիկը, մի տարեց կին, ով տառապում էր խորը դեպրեսիայից, նորից ժպտաց այն բանից հետո, երբ հայտնաբերեց իր տաղանդը նկարչության մեջ, արվեստի արհեստանոցների ընթացքում։ Յուրաքանչյուր պատմություն մի փոքրիկ հրաշք էր։ Յուրաքանչյուր վերականգնված ժպիտ հաղթանակ էր։ Եվ Մարիամը այնտեղ էր, դրանց բոլորին ականատես լինելու համար։ Մուսնությունից 1 տարի անց Մարիամը հայտնաբերեց, որ հղի է։ Նորությունը ընդունվեց ուրախության պայթյուններով։ Ծովինար տիկինը լաց էր լինում երջանկությունից, ասելով, որ կարծում էր, թե երբեք չի տեսնի այն օրը, երբ տատիկ կդառնա։ Լոնը խոստացավ լինել աշխարհի լավագույն քեռին։ Իսկ Ռուբենը պարզապես գրկեց Մարիամին, երկար րոպեներ լուռ մնաց, կլանելով այդ պահի մեծությունը։ Մենք զավակ կունենանք, նա վերջապես ասաց, զարմացած։ Մի երեխա, ով կմեծանա, տեսնելով, թե ինչ է իսկական սերը։ Ով վաղուց կսովորի ուրիշներին խնամելու կարողությունը։ Ով կիմանա, որ մարդու արժեքը ոչ թե այն է, ինչ նա ունի, այլ այն, ինչ նա է։ Մարիամը գլուխը դրեց ամուսնու ուսին։ Եվ մենք այդ երեխային կպատմենք, թե ինչպես ենք հանդիպել։ Կպատմենք տատիկի մասին, ով գրեթե կորել էր, բայց փրկվեց լույսով։ Կպատմենք, թե ինչպես կարող է սերը ծնվել կարեկցանքից։ Հղիությունը անցավ առանց բարդությունների։ Ծովինար տիկինը ուղեկցում էր յուրաքանչյուր այցելության, յուրաքանչյուր ուլտրաձայնային հետազոտության, հուզված յուրաքանչյուր մանրամասնից։ Նա պնդում էր հյուսել հագուստներ, Մարիամի հետ միասին պատրաստել երեխայի սենյակը, տալ խորհուրդներ, որոնք տասնամյակներ շարունակ պահել էր։ Երբ վերջապես երեխան ծնվեց, պայծառ աչքերով ուժեղ լացով մի աղջիկ, նրանք անվանեցին Հելենա։ Հելենա Ծովինար, ի պատիվ Ռուբենի կյանքի ամենակարևոր երկու կանանց։ Նրա անունը նշանակում էր պայծառ լույս։ Եվ հենց դա էր նա ներկայացնում։ Լույսը, որը ծնվել էր խավարից։ Հույսը, որը ծաղկել էր այնտեղ, որտեղ նախկինում հուսահատություն կար։ Հելենայի ծնվելուց 2 տարի անց Ծովինար Ալեքսանյանի ինստիտուտը ընդլայնեց իր գործունեությունը։ Նրանք բացեցին երկրորդ մասնաճյուղը մեկ այլ անապահով թաղամասում։ Եվ ապա երրորդը։ Մարդասիրական խնամքի մոդելը արժանապատվության հարգանքով յուրաքանչյուր տարեցի պատմությունների փորձառությունների գնահատմամբ սկսեց կրկնօրինակվել այլ կազմակերպությունների կողմից Հայաստանում։ Մարիամին Ռուբենին հրավիրում էին դասախոսություններ կարդալու, իրենց պատմությունը պատմելու, ուրիշներին կարեկցանքով գործելու ոգեշնչելու համար։ Բայց նրանք երբեք չկորցրեցին կենտրոնացո։ Ումն այն բանի վրա, ինչն իսկապես կարևոր էր, մարդիկ։ Յուրաքանչյուր եկող տարեց ընդունվում էր ոչ թե որպես մեկ համար, այլ որպես եզակի անհատ, իր պատմությամբ, իր ցավերով, իր երազանքներով։ Ծովինար տիկինը, նույնիսկ 90 տարեկանում, շարունակում էր ակտիվ ներկա լինել։ Նա գրականության դասեր էր տալիս, պոեզիայի երեկոներ էր կազմակերպում, ինստիտուտի բոլորի կողմից սիրված մայրապետն էր։ Նրա հաղթահարման պատմությունը լեգենդար էր դարձել, խորհրդանիշ այն բանի, որ երբեք ուշ չէ նորից սկսելու համար։ Լոնը նույնպես ամուսնացել էր մի երիտասարդ բուժքրոջ հետ, ում հանդիպել էր ինստիտուտ այցելելիս։ Նրանք մոտ էին ապրում, անընդհատ այցելում էին, իրենց երեխաներին բերելով Հելենայի հետ խաղալու առանձնատան այգում։ Մի կիրակի կեսօրին, այն ճակատագրական օրից 5 տարի անց, երբ Մարիամը առաջին անգամ մտել էր կենտրոնի առանձնատուն, ամբողջ ընտանիքը հավաքված էր այգում։ Հելենան, այժմ խելացի խոսող աղջիկ, վազում էր ծառերի արանքով, թիթեռներին հետապնդելով։ Լոնը խաղում էր իր երկվորյակ երեխաների հետ։ Ծովինար տիկինը նստած էր իր սիրե լի աթոռին, գիրքը ծնկներին, հանգիստ ժպիտով դիտում էր ամեն ինչ։ Ռուբենը գրկեց Մարիամին հետից, նրբորեն համբուրելով նրա պարանոցը։ Երջանիկ ես, նա հարցրեց։ Ավելի շատ, քան երբեք պատկերացնում էի, որ հնարավոր է, նա պատասխանեց, հենվելով նրա վրա։ Ով կմտածեր, չէ՞։ Ավանի տնային աշխատող կենտրոնի ինժեներ։ Դու երբեք պարզապես տնային աշխատող չես եղել։ Դու միշտ արտակարգ ես եղել։
Ես պարզապես բախտ ունեցա դա նկատելու։ Մարիամը շրջվեց, նրան նայելու։ Բախտը իմն էր։ Այդ տուն մտնելու։ Ծովինար տիկնոջը ճանաչելու։ Ձեզ գտնելու։ Ոչ, Ռուբենն ասաց լրջորեն։ Բախտը իմն էր։ Որովհետև դուք ինձ սովորեցրիք, որ իսկական սերը ոչ մի կապ չունի արտաքինի, կարգավիճակի, փողի հետ։ Այն կապ ունի բնավորության հետ, բարության հետ։ Մեկ ուրիշի տառապանքը թեթացնելու համար սեփական հարմարավետությունը զոհաբերելու պատրաստակամության հետ։ Եվ դա իմ սեր մի բան է, որը ոչ մի դիպլոմ կամ բանկային հաշիվ չի կարող գնել։ Ծովինար տիկինը հեռվից դիտում էր տեսարանը, սիրտը լի երախտագիտությամբ։ Նա մտածում էր, թե ինչպես էր այդքան մոտ վերջին։ Այդքան խորասուզված խավարի մեջ, թե ինչպես միայն մեկ մարդ, որը դրդված էր պարզապես կարեկցանքից, փոխել էր ամեն ինչ։ Ոչ միայն իր համար, այլ տասնյակ այլոց համար, ովքեր այժմ հույս ունեին ինստիտուտի շնորհիվ։ Արը սկսում էր մայր մտնել, երկինքը ոսկեգույն վարդագույն երանգներով ներկելով։ Հելենան վազեց տատիկի գիրկը, խնդրելով, որ նա պատմություն պատմի։ Ծովինար տիկինը ժպտաց սկսեց պատմել, նրա մեղեդային ձայնով, ով կյանքն անցկացրել էր ուսուցանելով, մի արքայադստեր պատմություն, ով փակված էր մութ աշտարակում, մինչ որ մի երիտասարդ մաքուր սիրտ ունեցող մարտիկ փրկեց նրան։ Հելենան հմայված լսում էր, չհասկանալով, որ այդ պատմությունն իրական էր։ Որ արքայադուստրը իր տատիկն էր։ Որ մարտիկը իր մայրն էր։ Եվ որ արքայազնը, ով սիրահարվել էր մարտիկին, իր հայրն էր։ Որովհետև ի վերջո դա պատմություն չէր հարստության կամ աղքատության, սոցիալական դասերի կամ տարբերությունների մասին։ Դա պատմություն էր մարդկության մասին։ Այն մասին, թե ինչպես կարեկցանքի մի արարքը կարող է ալիքներ ստեղծել, որոնք տարածվում են շատ ավելի հեռու, քան մենք կարող ենք տեսնել։ Այն մասին, թե ինչպես իսկական սերը չի ընտրում, թե ում սիրել, հիմնվելով արտաքինի կամ ունեցվածքի վրա, այլ ճանաչում է արժեքը այնտեղ, որտեղ ուրիշները միայն անտեսանելիություն են տեսնում։ Դա պատմություն էր այն մասին, թե ինչպես բարությունը միշտ հատուցում է գտնում, նույնիսկ եթե ոչ այն ձով, ինչպես մենք սպասում ենք։ Այն մասին, թե ինչպես երբեմն պետք է անցնենք խավարի միջով, լույսն իսկապես գնահատելու համար։ Եվ այն մասին, թե ինչպես ընտանիքը չի սահմանվում արյան կապերով, այլ սրտի կապերով։ Եվ այսպես, Երանի ոսկեգույն երկնքի տակ, այդ այգում, որը մի օր այդքան տառապանքի վկա էր եղել, բայց որն այժմ միայն ուրախության սիրո թատերաբեմ էր, այդ ոչ ավանդական, բայց իսկական ընտանիքը նշում էր ոչ միայն այն կյանքը, որը նրանք կառուցել էին միասին, այլ այն վստահությունը, որ նրանք գտել էին իրենց նպատակը։ Մի նպատակ, որը կշարունակեր ազդել կյանքերի վրա, լույս տարածել, արժանապատվություն առաջարկել բոլոր նրանց, ում հասարակությունը մոռացել էր։ Որովհետև ի վերջո, սա էր ամենամեծ դասը, որ յուրաքանչյուր մարդ, անկախ իր ծագումից կամ վիճակից, արժանի է տեսնվելու, լսվելու, սիրվելու։ Եվ որ երբ մենք գործում ենք կարեկցանքով, երբ ընտրում ենք տեսնել մարդկությունն ուրիշի մեջ, մենք ոչ միայն փոխում ենք ուրիշի կյանքը։ Մենք նա փոխում ենք մեր սեփականը։ Սիրելի լսողներ, հուսով ենք, որ Մարիամի Ռուբենի ծովինար տիկնոջ պատմությունը խորապես դիպել է ձեր սրտերին։ Այս հուզիչ ճանապարհորդությունը շարունակելու համար մենք հատուկ ընտրանի ենք պատրաստել սիրո հաղթահարման երկրորդ հնարավորությունների մասին նույնքան գրավիչ պատմություններով։ Դուք կարող եք գտնել այն, սեղմելով այստեղ կողքին։ Եթե այս պատմությունը ձեզ մոտ հույզեր է արթնացրել, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին թողնել ձեր հավանումը տեսանյութին։ Ամեն օր մենք ներկայացնում ենք եզակի պատմություններ, որոնք ուսումնասիրում են մարդկային հարաբերությունների բարդությունը կարեկցանքի փոխակերպող ուժը։ Մեկնաբանություններում կիսվեք, թե ինչպես է այս պատմությունն ազդել ձեզ վրա, պատմեք մի դեպքի մասին, երբ դուք կամ ձեր մերձավորներից մեկը դժվար պահերին օգնության կարիք է ունեցել։ Ձեր պատմությունը կարող է ոգեշնչել ուրիշներին։ Բաց մի թողեք մեր հաջորդ բովանդակությունը։ Մինչ շուտով։